իրականում հիմա էլ եմ դեմ ամուսնության թեմային։ Ռոքերների մասին ուրիշ կարծիք ունեի ես։ Երբ այդ նամակը ստացա, իհարկե ես մի անգամից նման դեպքերում սկսում եմ մտածել ոնց մերժեմ։ Այնքան ինքը բարեհամբույր էր, այնքան իր խոսքը, իր միտքը, իր վերաբերմունքը գերում էր մի անգամից։ Որպես կին, ասա էլի։ Դե չէ, ասենք դե տենց բան չեն անում։ Իր էներգիան ինձ շատ գրավեց։ Նորից տեղափոխվեցի Հայաստան։ Սիրո պատմության մեջ արվեստներից մեկը հենց դա պահելն է։ Հարսանիք չէր։ Մենակ հարսի շորն էր, որ հարսանական էր։ Ինքը music festival էր, 11 արտիստներ, բացօթյա։ Եվան կատակով վերջերս ասում էր, իսկ կարող է տոմսել վաճառել։ Ընտանիք կազմել, երեխա ունենալ, երկար պլանավորումներ անել, միշտ այդ ապագան ինձ մեջ միշտ այդ վախ առաջացնում է, որտեվ մի տեսակ մի աշխարհում ենք ապրում, որ մի քիչ ամեն ինչ ծուռ է գնում։ Կարողա չգիտեմ, ավելի հոգեբանական բան է, որ ես Պարսկաստանում 8 տարի պատերազմ եմ տեսել, հետո ուրիշ պատերազմ եմ տեսել, 2-3 երկրներում հեղափոխություն եմ տեսել, բան մի քիչ խառը կյանք ա եղել, ու ինքը շատ ազատ միտք ունի, օրինակ ասում է, երբ որ հոգնես մեր կյանքից կարող ես գնաս որոշ ժամ մենակ ապրես, իրան միշտ ասում եմ քո ներսում մի հատ շատ ազատ տղամարդ է ապրում։ Որ ասեմ շատ երկար տարիներ եմ Հայաստանում ապրել, չէ, շատ փոքր է երբ գնացինք։ Որ քույրիկիս ամուսինը նայեց, ասեց, «Էս իմ բաժանողն է, որ մենք տանն ենք սովոր տեսնել» եւ ռոք համերգի ժամանակ բեմում տեսանք։ Ես իսկապես ես հիացած, ինչպես միշտ սիրալված հայացքով է Անդրեյն է։ Ուր եք կորել։ Մենք կորել ենք Արինջում, համաձայնեցրել եմ տղերքի հետ, որ ընդհանրապես չենք մտածում ոնց կընկալվի, անում ենք լրիվ որպես արտ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբից ուզում եմ խնդրել, որպեսզի չզլանաք եւ բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին, որպեսզի հաղորդումները, որոնք որ թողարկվում են եւ տեղադրվում են այստեղ, առաջինը հենց դուք տեսնեք։ Ինչպես նաեւ չմոռանաք գրել մեկնաբանություններ։ Իդեպ մի գաղտնիք ասեմ, իմ հյուրերը բոլոր մեկնաբանությունները ընթերցում են։ Ինչպես նաեւ միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ մշտապես թարմացնում ենք եւ տեսանյութերը, եւ լուսանկարները, նաեւ մի փոքր անձնական արխիվ կարող եք այնտեղ տեսնել եւ գրել նամակներ, որոնց ես հաճույքով պատասխանում եմ։ Ուզում եմ մի կարևոր տեղեկությամբ կիսվել ձեզ հետ։ Ես ամեն տարի օգոստոսին եմ սպասում, որովհետև օգոստոսին տեղի է ունենում Գութան հայ ազգային ավանդական երկուպարի փառատոնը, որը կազմակերպում է ՄՐՕ հայ ազգային արվեստի կենտրոնը։ Այս տարի այն տեղի է ունենալու օգոստոսի 22-ին Կասկադում, բաց չթողնեք, տեսանյութը հենց դրա մասին է։ Գութան 2026-ը նշում է Գագիկ Գինոսյանի 60-ամյակ։ ՄՐՕ հայ ազգային արվեստի կենտրոնը ներկայացնում է Գութան 2026 Հայաստանի ազգային ավանդական երգիպարի ամենամյա փառատոնը։ Մասնակցում են Ակունք, Կարին, Սասնածռեր, Վան, Մարաթուկցիներ, Մասունք, Նուբար, Արցախի Մենք ենք մեր սարերը, Սեբաստացիներ, Արեգ, Մենք, Հրայրք, Ծովակ, Նժդե, Զարկ, Տավրոս, Դարե, Անդոկ, Նայիրի, Ծիլք, Խոյակ, Տարերք, Արմատ, Կայց, Արծապ, Դիզակ ավանդական երգիպարի խմբերը։ Գագիկ Գինոսյանի 60-ամյակը նշենք միասին։ Օգոստոսի 22-ի Գաֆեսճան քանդակների պարտեզ, Կասկադ, ժամը 19-ին։ Պահպանենք մեր ազգային ինքնությունը։ Շարունակում ենք խոսել երաժշտության մասին, որովհետև այսօր իմ տուն ռեստորանում հյուր են լինելու հենց երաժշտության աշխարհից հրաշալի մարդիկ, իմ լավ ընկեր, Beautified Project խմբի անդամ, պրոդյուսեր, երգահան Անդրեյ Սիմոնյանը եւ նրա ճգնաղ, տաղանդավոր, դասական երաժիշտ կինը Եվա Գևորգյանը։ Գնամ դուռը բացեմ։ Մենք այսօր հրավիրված ենք Հերմինե Ստեփանյանի տուն, ճաշի եւ անհամբեր սպասում ենք։ Հերմինեն իմ շատ հին ընկերներից է եւ գիտեմ, որ շատ համեղ բաներ ենք ուտելու։ Ես էլ վերջապես կծանոթանամ Հերմինեի հետ։ Այո, Եվան չգիտի Հերմինեին, կարծում եմ այսօրվանից լավ ընկերներ կդառնան։ Ձեզ ո՞նց է ներս թողել, բարև ձեզ։ Ես էլ անդադ սպասեմ, որ կզանգեք, ողջույն։ Էլի սիրուն եք։
Համեցեք, համեցեք։ Մեզ համար փակ դռներ չկան։ Ես շոկահարվեցի ճիշտ ասած։ Թոզորտարի չեմ տեսել քեզ, լավ։ Շատ հաճելի, մերսի, շատ։ Ինձ էլ, մեզ էլ եկեք, ոնց եք։ Ես համար մի հատ առաջի անգամ եկոտ ունենք գալի, բայց ռոքերի նվերագինի չի։ Հա, այդ շատ լավ է, որովհետև ես արդեն գինուց բացի այլ խմիչքներ եմ ուզում փորձեմ ու Բակարդի, մերսի։ Մենք այսօր լիքը համով բան ենք ուտելու եւ խմելու։ Անդրեյ եւ Եվա ջան, շատ շնորհակալություն, որ այս ամառվա հրաշք օրը դուք, որ կարող եք անցկացնել քաղաքից դուրս, անցկացնել երկուսով միայնակ տանը, դուք չմերժեցիք ինձ ու եկել եք ինձ մոտ։ Ինչպես կարելի է այս հաճույքը չզգալ, իմիջայլոց այսօր մեզ համար շատ կարևոր օր է ու ձեզ հետ ենք անցկացնում։ Այո։ Մեր ամուսնության երկրորդ տարեդարձն է։ Հենց այսօր։ Գիտես, մենք 18-ին ենք ամուսնացել, բայց քանի որ ուրբաթ օրը դիմեցինք Երակի չեն գրանցեցին ամսի 16-ին։ Իսկ դուք ուզում եք հենց 18-ի համար լիներ, ինչ որ կարևոր օր է։ Չէ, ուղղակի ուզում ենք հարսանիքի օրը, որ գալիս այդ տարողությունը անում է ԶԱԳՍ-ից, նույն օրը լինի, ասեց, բայց այդ պետական բանը պետք է աշխատանքային օր անենք։ Այնպես որ իրականում այս օրը մեր։ Եվ դուք արդեն 2 տարի ամուսնացած եք։ Ինձ թվում է շատ լավ առիթ է, որ մենք իրար բարի գալուստ ասենք եւ շնորհավորենք ձեզ հայկական փրփրունգինով, տակառ ենք վայելելու իրար հետ։ Անդրե, այս գործը քեզ ենք թողնում ես ու Եվան, որտեվ ինձ հաճելի է որ տղամարդահյուր լինում, բացում, լցնում, չէ՞ Եվա։ Բայց ընդհանրապես ունի, չէ՞ Անդրեն այդ մոտեցումը։ Ես պատիվ ունեմ Անդրեի հետ շատ վաղուց ծանոթ լինելու, իմ ընկերը համարելու եւ ասեմ որ Անդրեի հետ ցանկացած հանդիպում մասնագիտական կլինի, ընկերական կլինի, իսկապես շատ վառ տպավորություններով է ստացվում, որովհետեւ այս իր մոտեցումը, որ իր կողքին կին է, կին ընկեր է, այս շատ ես ինքս զգացել եմ եւ հաճելի է, ինձ թվում է դու էլ փաստում ես, չէ՞։ Միանշանակ փաստում։ Ստորագրում ես իր ասածները։ Այն ԶԱԳՍ-ի օրը որ ստորագրել է, ոնց ասած, 2 տարի անցած ստորագրում է։ Եվ այդ գեղեցիկ նոտայ։ Բրավո, Անդրե, դու մասնագետել ես փաստորեն, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մերսի։ Ես շատ ուրախ եմ ձեզ ասելու բարի գալուստ իմ տանը, իմ տուն ռեստորանում, իմ նախագծում։ Ես կարծեմ մի անգամ պատմել եմ, որ այս նախագծում իմ բոլոր երազանքներն են հավաքվել՝ հյուրընկալություն, ընկերություն, ուտեստներ, զրույց, այո, ամեն ինչը մեկտեղում եւ ուրախ եմ, որ այսօր մենք հենց երեքով պիտի լինենք այս ափսեի մեջ։ Շատ շնորհակալություն ինձ հյուր գալու համար։ Շնորհակալ ենք հրավերի համար, շատ հաճելի է։ Շնորհակալություն։ Ինչ պլաններ ունեք օգոստոսի 22-ին։ Օգոստոսի 22-ին ասպայն ոչ մի պլան չունենք։ Ես առաջարկում եմ ձեր այդ օրը անցնի հայկական ոգով լցված։ Չնայած ձեր կյանքը միշտ է հայկական ոգով լցված, բայց ամեն տարի օգոստոս ամսին տեղի ունենում Գութան հայկական ազգային երկու-պարի փառատոնը Կասկադում։ Եվ Մրո հայ ազգային կենտրոնը, իդեմս իմ շատ սիրելի ընկեր Արսեն Գրիգորյանի, արդեն որերորդ տարին ամեն ինչ անում է, որ մենք այդ օրը իսկապես վայելենք հայկական ազգային երկու երաժշտությունը, որը այս տարի նվիրված է Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։ Այնպես որ երեկոյան ժամը 7-ին Կասկադում ես առաջարկում եմ միանալ եւ մենք միասին լավ ժամանակ անցկացնենք։ Դա միակ փառատոններից է, որ ես ամեն տարի գնում եմ, որտեվ իրականում թե վայրն է շատ հաճելի, որ նստում ես Կասկադի աստիճաններին, բեմը շատ սիրուն երևում է, եւ թե ինքը իսկապես շատ հայկական է, շունչն ու հոգին պահպանված է, այնպես որ անպայման։ Եվ ժողովուրդը ոնց է ուրախանում այդ օրը։ Ինձ շատ է դուր գալիս, որ ես հասկանում եմ, որ մենք իրականում անդադ խոսում ենք, որ արմատներից հեռացել ենք գերենց, բայց բավական է իսկական մաքուր երաժշտություն եւ միանգամից ոգին արթնանում է, շուրջբարը արթնանում է։ Անդրե, գիտեմ, որ միջոցառումների առումով այս տարի բավականին առատ է նաև Unity Production-ի համար։ Այո։ Դասեք ես նայ հրավիրում եմ քեզ օգոստոսի 22-ին Գութանին, դու ինձ չես հրավիրում Retro Fest-ին։ Ես հաջորդ ամիսն եմ քեզ հրավիրում։ Դե հրավիրի։ Ես սպասում
ասում լավ, հեսա կասի, էլի կասի Հերմինե ջան, դու էլ կգաս ռետրո ֆեստի, բայց ձեն չի հա։ Ես ոնց չվերեցի ինձ հետ միանգամից հրավիրատոմսերը։ Գիտես ոնց, որովհետև չենք տպել դեռ, բայց ես առհամբեր կսպասեմ, ոչինչ։ Ուրեմն սեպտեմբերի 18-ին լինելու է Beauty Fat Project-ի համերգը եւ դրանից 2 օր անց լինելու է առաջին Retro Fest-ը Հայաստանում, որին մասնակցելու են միջազգային ռետրո լեգենդներ, դիսկոյի, ես անգամ դիսկո բաննա ավելի դիսկո ոճի մեջ Hathaway-ը What is love, baby don't hurt me Baby don't hurt me Այո, Dr. Alban It's My life, it's my life Mr. President Որնա Այ, Coco Jumbo Այ Ու իհարկե իմ ամենասիրածը ասա այդ արունը Անհամբեր սպասում ենք վայրը տեղը նորից հիշեցրու Ուրեմն ժամը, օրը ամսի 20-ին սեպտեմբերի 20-ին լինելու է Ադանա կոմպլեքսի Աուրա հատվածում, որը բաց դաշտ է եւ մենք ստանալու ենք հիանալի ռետրո միջավայր, ֆոտոզոնաներով, մուդով, պարողներով, բանով, ֆուդ զոնայով, ամեն ինչով, որպեսզի մարդիկ ուղղակի մտնեն ոնց որ մտնում են 90-ականներ ու այտենց վերհիշեն այն ժամանակները, որ չէին նայում մի բան ասում են իրականա թե AI ամեն ինչ էր իրական Այո նայելու բան էլ չկար որ նայեին ասեին Հնակ TV-ն էին նայում երկու հատ գլխին խփում ես կսպասեմ իմ հրավիրատոմսին եւ կսպասենք ձեզ սեպտեմբերի 20-ին իսկ ահա սեպտեմբերի 18-ի համերգի մասին մենք կխոսենք առանձին ավելի երկար որտեւ ես գիտեմ որ ձեր ֆաները այն մարդիկ ովքեր անհամբեր են ուղակի սպասում նորությունների Beauty-Fat-ի մասին նրանք հիմա այսպես ուշադրությամբ սպասում են այն կետին կամ առաջ են տալիս որ լսեն հենց համերգի մասին առաջ մի տվեք սպասեք խնդրում եմ մի փչացնու Եվա ջան ես առաջարկում եմ մենք անցնենք մեծ սեղանի շուրջ ես կսեմ մատուցել ուտեստները այսօր շատ հետաքրքիր կոնցեպտ եմ առաջարկելու ճաշացանկի համար 3 ուտեստ եմ մատուցելու 3-ի մեջ կարևոր բաղադրիչը լինելու է միրգը։ Վաու։ Ամառ, միրգ, թարմություն, բայց միշտ չէ որ քաղցրության մասին է խոսքը։ Եվ կհամադրենք իհարկե հայկական գինով ու կզրուցենք։ Առաջին բանը, որ ինձ հետաքրքիր է լինելու, դա այն է, թե ինչպես եք ծանոթացել, ինչպես եք մտերմացել եւ ինչպես եք ամուսնացել։ Cheers։ Cheers։ Իմ սիրելի հյուրերի համար այսօր շատ յուրահատուկ ճաշացանկ եմ մտածել։ Ճաշացանկի կոնցեպտը ամբողջովին մրգերի շուրջ է պատտվելու։ 3 տեսակ ուտեստ եմ պատրաստելու, իհարկե առաջինը պատրաստելու եմ եւ մատուցելու եմ նախուտեստ։ Ինչ է իրենից ներկայացնում, հիմա կպատմեմ։ Պատրաստելու եմ թզով եւ սուլուգունի պանրով շատ համեղ նախուտեստ, որը կարող եք մատուցել գինու հետ։ Սկսում ենք հացը տապակելուց։ Ձիթայուղ։ Համեմում ենք հացը սև պղպեղով, աղով, ուրցով։ Այս ընթացքում շրջանաձև կտրատում եմ թուզը։ Իհարկե երևակայության հարց է։ Կարող եք նույնիսկ խյուսի վերածել կամ ջարդել այսպես։ Կտրում ենք սուլուգունի պանիրը։ Խնդրում եմ ուզում։ Երբ թիմդ մտնում է նկարահանման ժամանակ եւ սկսում է խորհուրդներ տալ։ Կտրում ենք։ Իմ դիմահարդարը։ Շրջանաձև։ Դու գիտես չէ որ սա եթերա գնալու։ Դու գիտես չէ։ Գոնե ակնոցը դիր քեզ չճանաչեն դրսում։ Սուլիգունի պանիրը, դուր հացս գնում մեր։ Նախ սուլիգունի չի սուլ։ Դուր հացը եկել է ճիշտ։ Տապակում ենք սուլուգունի պանիրը։ Եվ շատ շնորհակալություն Հերմինե ջան, Համարենք սա չի եղել։ Մի քանի վայրկյան եւ մեր սուլուգունին արդեն տապակվել է եւ կարող ենք դնել հացի վրա։ Մի հատ տեսեք։ Դասավորում ենք թզի կտորները։ Մի փոքր մեղր
եւ մի փոքր էլ պիստակ։ Թուզ եւ պանիր եւ պիստակ, հետաքրքիր համադրություն է։ Քանի որ թզի լավ շրջանն է Հայաստանում, Այո։ պետք է օգտագործել այդ պահը։ Մեր ամենասիրած միրգն է թուզը։ Իմը Ես Եվայի։ եմ շատ սիրում։ Ես խոստանում եմ, թե դու մոտի։ Միշտ Եվան պետք է բերի, որ ես ուտեմ։ Պարսկական շահի մոտեցում Միանը շատ Բազմոցին ես նստած։ Դու նստում ես Եվան այսպես բերում եք Թզերը։ կիսում։ Պարած։ Բարաս։ Եվ առաջարկում հենց մեր խաղուն գինու հետ համադրենք։ Իդեպ կարող եք դանակով, պատառաքաղով, կարող եք ձեռքով։ Ես ձեռքով եմ սիրում այս բրուսկետան փորձել, որտեվ համը մի տեսակ ուրիշ ձև է զգում։ Ես է քանի որ ռոքեր եմ նույն ձև։ Իսկ քանի որ Եվան դասական երաժիշտ է։ նույն ձև։ Նույն ձև։ Որ ամուսնանում ես ռոքերը ջրվում է։ Բարի ախորժակ։ Ինձ դուր է գալիս, որ չգիտե ինչ սպասեի։ Հա։ Քաղցել սպասեի, շատ համով է։ Ու մեղրել կա։ Մի քիչ։ Շատ համեղ է, շատ։ Հուսամ հավանեցիք, սա մեզ մի տեսակ խուտուտ կտա եւ կպատրաստի հաջորդ ուտեստի համար։ Դե ինչ մենք փորձենք, շարունակությունը արդեն մի փոքր հետո։ Եվա, Անդրեն շատ լավ հիշում է մեր առաջին հարցազրույցը իրար հետ, մեծ հարցազրույցը կեսգիշերն անցի շրջանակներում, որտեղ ինքն ասում էր, որ ինքը երբեք չի ամուսնանալու։ Ես ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Այո, այո։ Երբեք չեմ ամուսնանալու։ Բայց ո՞նց եղավ, որ Ես չեմ ստուպել։ Շատ հաստատ։ Չէ։ Բայց ո՞նց է տենց եղել, եթե չես Իրականքով։ ինքնակամ եկավ այդ որոշմանը։ Անդրե, ասել էիր երբեք։ Իրականում հիմա էլ եմ դեմ ամուսնության թեմային, անկեղծ եմ ասում։ Ես գտել եմ իմ կյանքի ընկերը ու երբեք Եվային միջև այսօր էլ չեմ նայում, որ ինքը իմ կինն է։ Ինքը այն մարդն է, որ իմ կողքին լինելուց ես ինձ ավելի լավ եմ զգում, չենք հոգնում իրար հետ շփվելուց եւ ամեն ինչ կարողանում ենք կիսվել, ոնց որ մի հատ շատ լավ ընկեր գտած լինեմ, որը այսօրվա աշխարհում ամենաբարդ բանն է, հարազատ ընկեր գտնել, ով միշտ քո կողքին է, միշտ ուզում է լավը քեզ համար, ոչ մի ձևով չի խանգարում եւ հենց այդ պատճառով է որոշեցինք ամուսնանալ։ Բայց ո՞նց ենք գտել իրար։ Այդ պատմությունը ես չեմ Ձանից է սկսել։ Ուրեմն COVID-ի ժամանակ մի Գերմանիայի հայ աղջիկ ինձ գրեց, մի դուետի առաջարկ եղավ, որ միասին կատարենք։ Ես երգը շատ հավանեցի եւ այն ժամանակ, քանի որ հեռակա ենք ամեն ինչ անում, արդեն ուղարկեցի այդ երգը, որ Հայաստանում բան լինի, արանժիրովկա լինի, գործիքավորվի։ Ու քանի որ այն ժամանակ շատ բարդ էր գործիքավորման պահը, իրար հետ շփում չկար բան, թավ ջութակները հավաքեցին բանով ծրագրով ու երբ արդեն COVID ավարտվեց եւ մենք հանդիպեցինք իրար այդ աղջիկա հետ, որոշեցինք, որ երգ այնքան լավ ա եղել, որ պետք է տեսահոլովակ ունենա։ Եվ ես Facebook-ում մի հատ բուջուրի գովազդ տեղադրեցի, որ մեզ թավ ջութակահար ա պետք տեսահոլովակի համար։ Ու այդպես գրեցին մի 20 հոգի պատասխանեցին, իհարկե հետո մի տարի հետո տեսա այն Facebook-ում մի հատ ուրիշ մաս էլ կա, որ անծանոթ մարդիկ են գրում, այնտեղ էլ են գրել չէի տեսել, բայց ինձ գրեց նաև այն ժամանակ մի աղջիկ, որ իմ շատ մտերիմ մարդ էր, ով աշխատում էր ֆիլհարմոնիկ օրքեստրայի խմբի հետ, ավելի պրոդյուսերական կազմում։ Ասեց մի հատ աղջիկ կա մեզ մոտ շատ լավն է, բայց ինքը թավ ուրիշ գործիք անի։ Հա, ինքը կանտրաբաս է նվագում, բայց դա կանտրաբաս նվագողը գիտի ոնց ձևացնի, որ բան է նվագում էլի, որտեղ նույն ընտանիքն են գործիքների ջութակ, թավ ջութակ, կանտրաբաս։ Ասեց ուղղակի մի քիչ բարդ է իրան համոզելը, տեսնեմ ինչ կանեմ։ Ու նկար ուղարկեց, ասեցի հա, պայման համոզի։
Միրապե, ալեքս չանցնես։ Այդ անպայման համոզին մի տեսակ ինձ թվում է դու արդեն այդ պահին նկարը տեսնելուց հավանել էիր։ Դե շատ գեղեցիկ էր ու շատ դες խորհրդավոր տեսք ուներ ինքը այդ շատ էս թախծոտ ու ռոմանտիկ երգեր շատ հարմար կերպար էր ինքը։ Զուտ հավանել էր տեսահոլովակի համար։ Այդ փուլում դեռ տեսահոլովակի համար էի։ Խորհրդավոր բառը հիշեք։ Խորհրդավոր բառ հիշեցինք։ Հետո Ինչա՞ դու իմ կողմը։ Հետո ասեցի խնդրում եմ դիմի ու ինձ տեղյակ պահի, ինքը խոսել էր հետ ու համոզել էր ու համարը փոխանցեց ինձ ու անընդհատ ես իր հետ փորձում էի օր գտնենք, որ հանդիպենք, ես իրեն բացատրեմ ինչ եմ ակնկալում։ Ստեղից մի հատ հասկանում Այո, չէ, ես ունեի ստեղից փոխանցեի։ Խոսքը փոխանցեցին։ Ահա, ինձ գրեցին, նախ ինչի համոզվեցի, որտեղ ոնց հասկացա ձեր ադմինիստրատորի խոսքից դժվար համոզվող երաժիշտ էի տեսահոլովակներում նկարահանելու համար։ Ես մտածում եմ դա իմ աշխարհը չի, ես աշխատում եմ չխառնեմ աշխարհներ, ասենք տեսահոլովակներում նկարահանվել, նման բաներին մասնակցել, ու ինչու՞ չէ, ինչ որ չափով ես էլ եմ ինտրովերտ, Անդրեի պես։ Ու երբ այդ նամակը ստացա, երեկոներն եմ ուզում պատկերացնել։ Երկու ինտրովերտի երեկո։ Հետո երբ այդ նամակը ստացա, իհարկե ես մի անգամից նման դեպքերում սկսում եմ մտածել ոնց մերժեմ։ Այո, եւ ինքը ասեց Անդրեյա անունը գիտարա նվագում երգում է հաստատ գիտես, հիշեցի գուցե իմ կուրսեցիներից մեկն է, որովհետեւ խմբի անունը դեռ չէր ասել։ Ասացի, որ դե եթե սիրուն թավջութակար աղջիկ եք փնտրում, լիքը կան, ես թավջութակար չեմ, գնացեք գտեք։ Մի խոսքով մտերիմ ենք այդ աղջիկը այդ իրականում, բավականին երկար խոսեցինք, ասեց լավ մի հատ կապի մեջ դες դնեմ, մի հատ փորձեմ, Beautified Project-ն ասենց, որ սկսեց բան անել, իսկ ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում իրանց, որովհետև իմ կարծիքով իրանք են քիչ խմբերից են, որոնք լավ ճաշակ են թելադրում։ Իսկապես, այո, կարող ես սիրել, չսիրել քո գործունա, բայց հարգանքի միանշանակ, այո, գնահատել, հարգանքի իրանք արժանի են։ Այո, դա քո հաջողության գրավական։ Բայց օրինակ որ մտածեցիր Անդրեի հետ է կապված լինելու եւ իր հետ էս առնչվելու, տենց ինձ մի քիչ sense թե չէ։ Ես Անդրեին մի քիչ հետ գնանք ավելի շատ։ Ահա, եկեք հետ գնացինք։ Մի քանի տարի էլ հետ գնանք, երբ իրանց խմբի հետ ծանոթացա իրանց երգերի հետ։ Ես շատ զարմացա, երբ իմացա իրանք հայ էին, որովհետև Հայաստանում կհամաձայնվեք քիչ խմբեր կային։ Չեմ ուզում չկային, որովհետև հաստատ կլինեն, ոչ մեկին չնեղացնեմ, շատ քիչ խմբեր կային, որտեղ անգամ մի հոգուց ավել երգում է եւ իրանք երկար ժամանակ միասին խումբ են կազմում, իսկապես ես չէի հիշում նման խումբ։ Եվ իրանց երգերը լսելով, հետո իրանց մասին մի քիչ ավելի շատ իմանալով, շատ զարմացա, որ իրենք հայ էին։ Բայց քանի որ ես դասական երաժիշտ եմ, տեսահոլովակների որակը միայն իրենց դերիվ ուրիշ էր եւ այո, եթե չիմանաս դժվար է։ Ես ունեի սիրած երգերը, բայց եթե չեմ սխալվում, այն ժամանակ կամ ես չունեի, կամ դեռ չկային տենց էկրանով հեռախոսները, որ YouTube-ով լսելով գնայր։ Ես հիշում եմ նաուշնիկով լարով հեռախոսը պայուսակից մեջ լսելով գնում էի, իդեպ ծնողների տան մոտով էի գնում գործի, դասի կներես այդ ժամանակ դեռ դասի հետո արդեն գործի, բա նայում էի այն բառերին, հիմա սուրճ են խմում։ Այո, եւ զարմացա, որ իմացա իրանք հայ են, բայց որ ասեմ շատ եմ հետաքրքրվել, տենց չունեմ տենց բնավորություն, որ տեսնեմ ով է, որտեղից է, ինչի է, բա էս ով է, բա ում հետ է, բա ինչ է անում։ Լավն են լսում եմ։ Ամեն դեպքում ես ավելի շատ դասական երաժիշտ էի, հիմա էլ։ Եվ երբ Լուսիլա ասեց, որ Beautified Project խմբի մասին է գնում խոսքը, ես անունները օրինակ չգիտեի, ես լավ հիշում եմ, որ ես մտա, որ նայեմ ինչ տեսակի տեսահոլովակներ իրանք հիմա ունեն, ինչով են զբաղվում, որովհետև դե պետք է մոտավորապես հասկանաս, մարդես կարող է շեղվել են այն իմացած տեսահոլովակներից։ Դուք այլևս այն չեք։ Ու այդպես սկսեցի ոնց որ նայեցի մի հատ երկու հատ հետո Ստվացի մեզ ինչ դժվար է համաձայնել մի հատ թավջութակ նվագի այդ տեսահոլովակ։ Ու հետո կամաց մտերմացա Անդրեի հետ։ Մի վարք նկարահանեցի տեսահոլովակը։ Ոչ, միջև Անդրեյը տեսնել է, որ մի հատ միջև նկարահանելը հասկացա։ Տեսահոլովակ նայեցի, արդեն իմ սիրած տեսահոլովակները ունեցա։ Եվ այդպես պատրաստված որ գնաս էլի հանդիպման դե մարդ մի բան որանում է պետքա լավ անի իհարկե վստահաբար պատրաստվեցի եւ Անդրեի հետ երբ արդեն կապի մեզ հանեց Լուսիլը ես հիշում եմ որ դեռ մի քիչ բան է անում
Ոչ թե իրանց հետ չի ուզում աշխատել, այլ ուղղակի հավես չունի տենց նկարահանումների։ Անդրեին հիշում եմ անգամ ասից մի հատ երգը կուղարկեք լսել։ Բայց երբ սկսեցինք շփվել, այնքան ինքը ռոքերների մասին ուրիշ կարծիք ունեի ես։ Այնքան ինքը բարեհամբույր էր, այնքան իր խոսքը, իր միտքը, իր վերաբերմունքը գերում էր միանգամից։ Երբ սկսեցինք տենց քննարկել, ինչ տեսք պետք է ունենան, ոնց պետք է անցնի տեսահոլովակը, ոնց պետք է այդ ամեն ինչը կազմակերպել։ Բայց առանց իրար տեսնել, ուղղակի հեռախոսով։ Դեռ չէի տեսել, չենք հանդիպել։ Վաու։ Եվ արդեն ինձ առաջին հանդիպումն է հետաքրքիր։ Առաջին նկարահանումն էր։ Նկարահանում առաջին հանդիպման։ Մենք ժամանակ չունեցանք մի հատ սուրճ խմենք, որ ավելի քննարկենք, այնպես ստացվեց, որ հենց նկարահանման օրն ենք հանդիպել։ Եվ Անդրեն ինձ այդ ժամանակ ասեց, պետքա հասկանա ինչ տեսք պետքա ունենամ, չգիտեմ ինչի ասեց, մազերը ուղիղ պետքա լինեն։ Այդքան սիրում ա գանգուրմաս, ասեց ուղիղ մազերով, մեկ էլ ասեց ոչինչ, բոլորն սխալվելու իրավունք։ Այո։ Ոչինչ, թող դա այդ լինի դա սխալը, այո։ Միակ սխալը։ Ոչինչ։ Ասեց մեյքափը խորհրդավոր պետքա լինի։ Ես ասեմ ինչ ասեցի մազեր, որտեվ այն նկարները որ Լուսիդ ուղարկել էր ինձ, ոչ մեկում դու խոճուշ չէիր, կիսա այսպես շատ սիրուն սարքած մազեր էր։ Ես ուզում էի ուղակի բան լինի, պարզ լինի, ոչ թե որևէ բան։ Եթե ես քո խոճուճ մազեր տեսած լինեի հաստատ։ Հասկացա։ Ու ես տնից դուրս գալուց մեյքափ էի անում ու ընտանիքին հարցնում էի խորհրդավոր է։ Չէ, պատկերացնում ինչ տեսք պետք է լինի։ Մեկ էլ մի 2 ժամ կարծում եմ դուրս գալուցս առաջ Անդրեն գրում է, որ կուզի, որ եղունգները տեսել լինեն սև։ Այո։ Պատկերացնում, որպես կին, ասա էլի։ Դե չէ, ասենք դե տենց բան չեն անում։ Նո արտիստ մարդ ես, գիտես դա, քանի որ առաջ ես մտածում, գտնում քո ուզած գույնը, ֆորման եւ այլն եւ այլն։ Ես սև գույնի լակտանը գնայր գներ հետ գայր արագ ներկեր, դա էլ ինչ է։ Մեքենայի մեջ նայ, մեքենան գնում գտամ բակլաժանի սմբուկի գույնի ինչ որ բան գտամ։ Դա կանցնի, ռոքի համար է չի։ Քան շերտ է դքսեմ բավականին սև կլինի։ Եվ այդպես հավաքվեցի եւ գնացի մեր առաջին։ Երբ հասկացաք, որ ուղակի հանդիպում չի, ուղակի նկարահան։ Ես Անդրեն չգիտեմ։ Լուրջ մի անգամից։ Ես էլ մի անգամից որ իրան տեսա, շատ հավանեցի։ Իր էներգիան ինձ շատ գրավեց, հենց որ մտավներ շորերը ձեռքը բան։ Բավականի բարդ ժամանակահատվածից հետո էր, երբ իրեն հանդիպեցի։ Դե կովիդներ եղել, պատերազմներ եղել, ես կես տեղ էի, կես Անգլիա բան, ու ընդհանրապես պատրաստ չէի հարաբերության մեջ մտնելու։ Հուսամ չես ասել, չէ։ Ես ոնց չասի։ Եվ այից ես 1 տարի Ձեռու չի էլի, որտեղ դու հաստատ կասեի։ Հա, 1 տարի ես զսպում էի ինձ, որ որևէ բան չարտահայտվեմ, որևէ զգացմունք ցույց չտամ, որտեղ ինքս իմ վրա վստահ չէի, որ ես կարող եմ արդյոք։ Մի տարի այդպես ամիս 1 գրում էինք իրար, ոնց էս բան, երբ էս գալի բան։ Այդտենց շատ իսկապես շատ մեծ ջանքեր էի դնում զսպելու ինձ, որտեղ ուզում էի ինքս մտքով հոգով պատրաստ լինեմ, արդյոք ես կարող եմ այդպես պատասխանատվության մեջ մտնել նոր հարաբերության, որտեղ շատ բարդ ժամանակներ եղել իմ կյանքում ու ես ուրախ եմ այդ 1 տարին ինքս ինձ տվեցի ավելի ստաբիլ մտքով եւ հոգեվիճակով մոտեցա։ Իսկ դու ինչ էիր մտածում, երբ հասկանում էիր, որ այդ 1 տարին է եղել։ Մարդիկ ասում են Անդրեն բարդ մարդ է, երևի իր հետ դժվար է, չէ, բոլորովին բարդ չի, բայց իմ համար ամենադժվարը եղել է այդ 1 տարին, որովհետև ես չի հասկանում։ Այս տղան ինչ ա ուզում։ Իր պայքարները ինքը իր հետ պայքարում էր, ինչ մտքերի մեջ էր ինքը, որովհետև գրվում էինք, շփվում էինք, բայց այն ակտիվությունը, որը սովորաբար կինը տղամարդուց ակնկալում է, ինչ ճիշտն է, ես էլ այո։ Նման ակտիվություն չի տեսնում, բայց նաև հասկանում եմ, որ մեզ հաճելի է այդ շփվել, այնպես չի, որ ես է ակտիվություն ցուցաբերում, ինքը եթե գրում է, հաճելի ինչ-որ տենց չաթ ենք ունենում, շփվում ենք, այդքանով սահմանափակվում էր։ Մեկ անգամ մեկ էլ հիշում եմ կներես եթե եթերային չի պետք է պատմեմ։ Պետք է հանգիստ պատմի եւ Անդրեն ասաց, որ շատ ուրախ եմ, որ քո նման ընկեր եմ գտել, ընկեր ունեմ, չեմ հիշում ոնց էր ձևակերպել։ Ես էլ մտածում եմ, դե տեսնես ինչ է նշանակում, մայրիկիս ընկերին էր մեր տանը, պարսկահայ էր։ Ես հիշում եմ իրան հարցրեցի, ասացի, օրինակ, եթե պարսկահայ ասում, ձեր լեզվով սա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Իսկապես փորձում եմ վերլուծել հասկանալ Անդրեին, դե ես մտածում եմ, եթե ասում եմ լավ ընկեր եք, ուրեմն ընկեր ենք, պետքա տենց ընկալեմ։ Իսկ ինչպես մեկնաբանեց եւ վերցանեց պարսկահայ ընկեր։
Պարզվեց ոչ, Մենք դեռ լավ ընկերներ ենք։ Դեռ լավ։ պարզվեց դա կոմպլիմենտ է։ Մի խոսքով այդ մի տարին մի քիչ բարդ է եղել հասկանալ Անդրեին, բայց ես էլ չի ձգտում հարաբերություն ունենալ, ինչպես նաև Անդրեի կյանքում, իմ կյանքում էլ շատ դժվարություններ են եղել, բայց ոնց ասեցի, նաև կարող եմ ասել առաջի հայացքից սիրահարվեցի Անդրեին։ Բայց ասեք, որ հիմա հետ եք նայում այդ մի տարին երևի ամենանուրբ, ամենասիրուն հատվածն է եղել։ Իրականում որ նայում ես եւ ամենաթրթիռ բարգեւող, սպասումով լցված տարին է եղել։ Այո, իհարկե։ Ու այդ շատ հաճելի է, երբ որ դա ձգվում է, էլի։ Ու մեր ահագին ձգվեց, որտեվ ես Լոնդոնում ստարտափ ունեի, ու նույնիսկ 1 տարի հետո որ արդեն մենք դարձանք զույգ, էլի ես չէի կարող ստեղ ապրել, դեռ 2 տարի այնտեղ իմ ստարտափի գործերով էի, այնպես որ հետո սկսվեց այդ բանը, long distance relationship-ը, որի ահավոր բարդ բան է իրականում, որ 2-3 ամիս չես տեսնում մարդուն, հետո Եվան սկսեց գնալ գալ, ես ավելի հաճախ էի գնում գալիս, մինչև նորից տեղափոխվեցի Հայաստան։ Ինչն է պատճառը, որ երբ որ արդեն զույգը, կինն ու տղամարդը հասկանում են, որ չէ միասին կարող են լինել եւ սիրում են իրար եւ ուզում են իրար հետ ապրեն, մի տեսակ կորում է այդ նրբությունը հարաբերությունների։ Ինձ թվում է այդ հաճելի տագնապն է որոշ չափով վերանում, ես միշտ ասում եմ, որ օրինակ իմ խմբի դեպքում այն ժամանակ զգացի, որ էլ ես չեմ ուզում մեր խումբը ակտիվ լինի, երբ որ բեմ բարձրանալուց առաջ ընդհանրապես չէի վախենում, հուզվում։ Այն փորի մեջ մի հատ զգացմունք կա, հա, butterfly in the stomach, այդ վախ, որ պետք է բեմ բարձրանաս, դա ամենահաճելի զգացմունքն է եւ սիրարվելուց էլ դա շատ հաճելի կետ է, էլի դա։ Բայց նաև սիրո պատմության մեջ արվեստներից մեկը հենց դա պահելն է։ Ինձ թվում է ես ու Եվան կարողացել ենք պահպանել այդ զգացմունքը, կարոտը։ Ո՞նց եք պահում։ Մենք անկեղծ ենք եղել ամենասկզբից հարաբերությունների, դա իմ համար ամենաարժեքավոր բանն է։ Ես երբեք չեմ ցույց տվել այն ինչ որ ես չկամ, ինչ ես հաճախ տեսնում եմ իմ շրջապատում, վատ նպատակով չեն անում, ուզում են իրանց ամենալավ կողմերով ներկայանալ։ Մենք իսկապես մաքսիմալ անկեղծ ենք եղել ու կարծում եմ իմ համար դա է գրավականը, հարաբերությունը պահպանելու այն օրվանից, որ ի սկզբանե ինքը ստեղծվում է, մինչև մենք արդեն 2 տարի ամուսնացած ենք եւ մի քանի տարի միասին ենք։ 4.5 տարի է։ Կարծում եմ։ Ձեր հարսանիքը ինչպիսին է։ Հարսանիք չէր։ Մենակ հարսի շորն էր, որ հարսանեկան էր։ Ինքը music festival է, 11 արտիստներ, բացօթյա ու իմ բոլոր մտերիմ ընկերները բոլորը այդ օրը բեմ բարձրացան եւ տենց իսկապես ոնց որ music fest լիներ, Արսեն Սաֆարյան, Իվետան, Սոնա Ռուբենյան, դա բաններ եկել, Լադանիվայի Ժակոներ եկել հատուկ իմ հարսանիքի համար, Սևակ Ամրոյան, ովքեր կային, Adana Project, մենք Beautified-ով տարիներ չէինք ելույթ ունեցել, այդ օրը միացանք, բարձրացանք բեմ, միասին նոր երգ կատարեցինք, մի հատ որ ես գրել էի Եվայի մասին։ Տենց ժողովրդի համար բաներ, Եվան կատակով վերջերս ասում էր, իսկ կարող է Տոմսել վաճառել։ Ես ծանոթ ունեի, չգիտեմ ինչ փառատոնի մասին էր խոսքը գնում, ու ինքը տեղյակ էր իմ հարսանիքի պատրաստությունների մասին, ասեց, ես ֆեստի Տոմս չեմ ուզում, բայց եթե Եվայի հարսանիքի Տոմս վաճառելու լինեք, ես կգամ։ Շատ երիտասարդ է ձեր ամուսնությունը, 2 տարի ընդամենը եւ երբ խոսում ենք զույգերի մասին, ովքեր ունեն 20 տարվա կենսագրություն, 15 տարվա կենսագրություն, հասկանում ես, որ ինչերի մեջով են անցել եւ ինչ մեխանիզմներ ունեն, ինչ սկզբունքներ ունեն եւ այլն եւ այլն։ Բայց 2 տարեկան ընտանիքի հետ խոսելը ինձ համար հետաքրքիր է խոսել վախերի տեսանկյունից։ Ինչ վախեր ունեք որպես զույգ։ Իմ ամենամեծ վախերից մեկը միշտ ապագայի հետ է կապված։
ոչ թե մեր երկրի, այլ ընդհանրապես մարդարարածի, որովհետև մարդարարածը իր բնույթով շատ ագահ բան է, արարած է, ու ագահության վերջը լավ չի լինում, ու այսօրվա աշխարհը շատ հենց հիմնված այդ ագահության վրա։ Եվ միշտ ես բոլոր ընտանիք կազմել, երեխա ունենալ, երկար պլանավորումներ անել, միշտ այդ ապագան ինձ մեջ միշտ այդ վախ առաջացնում է, որտեվ մի տեսակ մի աշխարհում ենք ապրում, որ մի քիչ ամեն ինչ ծուռ է գնում, եւ այդ վախի մեջ չի վերանում իրականում, միշտ այդ վախը կա, անգլերենում ասում են fear of an impending hell, այսինքն սպասվող դժոխք, որը կարողա չգիտեմ ավելի հոգեբանական բանա, որ ես Պարսկաստանում 8 տարի պատերազմ եմ տեսել, հետո ուրիշ պատերազմ եմ տեսել 2-3 երկրներում հեղափոխություն եմ տեսել, բան մի քիչ խառը կյանք ա եղել, հենց այդ պատճառով ինքս ինձ ռեալիստ եմ համարում, բայց կարողա որոշների կողմից ավելի պեսիմիստական բան ունեմ, էլի vision ունեմ կյանքին այդպես։ Իսկ կանայք ավելի պրակտիկ են եւ ավելի առաջին հերթին մտածում են իրենց ընտանիքի, զույգի, երեխայի եւ այլնի մասին։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ձեր զույգի հետ կապված ինչ վախեր ունես։ Երբ այսօր շուրջը անդադ լսում ենք, չէ, տեսնում ենք ընտանիքներ են փլուզվում, փոփոխություններ են լինում եւ հասկանում ես, որ այս միջավայրում շատ դժվար է կայուն եւ երկար պահել են երազանքդ, որ մեկն է, ում հետ ամբողջ կյանքում պիտի ապրես, բայց դա իր հետ նաեւ որոշակի վախեր բերում է, դիտելով եւ տեսնելով այս ամեն ինչը շրջապատում։ Հաճախ ենք խոսացել նման թեմաների շուրջ, հենց Անդրեյ չսիրած թե սիրած ամուսնություն թեմայից, որովհետև իսկապես շատ հաճախ տեսնում ես թվում է թե երջանիկ ընտանիք է, բայց մի ակնթարթում փլուզվում է։ Ես մեզ շատ եմ վստահում։ Ես ու ինքը շատ ազատ միտք ունի, օրինակ ասում է, երբ որ հոգնես մեր կյանքից կարող ես գնաս որոշ ժամ մենակ ապրես, այսինքն այդ օպշնը որ տալիս է կարող է երբևէ ինձ պետք չլինի այդ օպշնը, բայց այն շատ է զարմացնում իր ուժեղ կերպարը, որ ինքը վախեր չունի, որ հանկարծ, ինքը հագին ինձ ուժ է տալի իր մոտեցումով, որ ամեն ինչ հնարավոր է, երբ որ ինքը այդ օպշնները ինձ տալիս է, արդեն զգում ես այդ օպշնների կարիքն էլ չունես, այսինքն դու չես զգում, որ մի բանի մեջ փակվել ես, էլ ոչ մի լուծում չկա, ոչ մի բան, ինքը ամեն ինչը շատ ես իրականում եւ այն ման մարդ չեմ հանդիպել կյանքում, որ այսքան լոգիկա կա մեջը։ Իրան միշտ ասում եմ ներսում մի հատ շատ ազատ տղամարդ է ապրում, բայց ինքը շատ զուսպ մարդ է իրականում, բայց իր լոգիկան շատ ազատ թռիչք ունի։ Իմանալով Անդրեին, դու ինձ համար պոետ ես։ Եվ այդ ազատության զգացումը, պահանջը, որ ունես, ինձ համար հասկանալի է, որտեղ նաև երգերի մեջ է դա լսելի եւ ընկալելի։ Եվ այդ վախերը, որ կնիքներն ու ստորագրությունները կարող են կտրել թևերը, սահմանափակել եւ կյանքը փոխել ոչ այն ուղղությամբ, որի մասին դու երազել ես, իհարկե սարսափելի մի բան է։ Եվ այն որ Եվա դու կաս Անդրեի կողքին, այդ իսկապես ինձ թվում է մեծ պարգև է, որ չի փոխվել Անդրեին, չի փոխվել այն մոտեցումները, որ ունի կյանքի հանդեպ եւ չունի այն վախերը, որ կարող էր ունենալ, եթե ամուսնացած, հա, տղամարդու տուփի մեջ իրեն զգար։ Շատ ուրախ եմ այս մոտեցումների համար։ Ուրախ եմ, որ ձեր ամուսնության 2 ամյակը հենց այստեղ միասին ենք նշում։ Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել, մի վախեցիք, եւ այ հետ կարելի է փաստորեն ամուսնացած լինել եւ ազատ զգալ, ազատ լինել։ Ինձ մնում է մատուցել հաջորդ տակ ու տեսնել եւ փոխել գինին, ուրիշ բան չունեմ ասելու։
Տոնական տարի է իմ սիրելի գործընկեր Վալան գրուպի համար։ Վալան գրուպը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, եւ ես խոստացել էի, որ այս տարվա ընթացքում բավականին հետաքրքիր նորություններով է հայտ գալու իմ սիրելի գործընկերը։ Ես էլ իմ թիմի հետ միասին շարունակելու եմ ձեզ պատմել այդ նորությունների մասին, ինչպես նաեւ այն ամենի մասին, ինչ կապված է ընկերության հետ առհասարակ։ Եկեք չմոռանանք, որ Վալան գրուպը կարողանում է ոչ միայն իրականացնել մասնավոր պատվերներ, այլ նաև այն ամենը, ինչ որ նույնիսկ պետական մակարդակի է։ Այս հետաքրքիր պատմությունը, որ հիմա ձեզ կներկայացնեմ, հենց այդ համագործակցության մասին է։ Ինչ կապ ունի Վալան գրուպը COP17-ի հետ։ Հենց հիմա կիմանաք։ Գործել հանուն բնության։ Ահա այս ուղերձով Հայաստան է գալիս կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը։ COP17-ը, ինչին Հայաստանը պատրաստվում է ամբողջ ուժով։ Գրիգոր COP17-ը կարծես սարերի ետևում չէ եւ շատ շուտով Հայաստան կգան աշխարհի ամենատարբեր երկրներից հյուրեր եւ հաճելի է տեսնել, որ միջազգային համաժողովի համար հատուկ շենք է կառուցվում։ Այո։ Ինչ մասնակցություն ունի Վալան գրուպը այս ամենի Մի մեջ։ շենք շատ հետաքրքիր, որը որ նախագծվել է ճարտարապետ Արա Վարդանյանի կողմից։ Լուծումները շատ հետաքրքիր է, որովհետև բնական քարից եւ այն մնացած այլ նյութերից անցել ենք դեպի HPL պանելներով երեսպատման եւ ընտրվում էր մի ընկերություն, որ փորձ ունի համ HPL պանելներով երեսպատման, օդափոխող երեսպատման եւ ապակեպատման եւ կար վստահության խնդիր, որը որ իհարկե կազմակերպվել է մրցույթ, որտեղ որ կային ժամկետներ, կար աշխատանքի որակ, կար վստահության հարց, Ապահովության հարցը հավանաբար եւ ի վերջո ընտրվեց Վալան գրուպը։ Ես վստահ եի, որ իհարկե այս մասշտաբի աշխատանքը հենց Վալան գրուպին է վստահվելու, հատկապես որ նաև անվտանգության գործոնը կա, հաշվի առնվել է արդյոք նյութերը ընտրելիս անվտանգության հարցը։ Անպայման, որովհետև բացի անվտանգությունից որակի հետագա շենքի շահագործման հետ կապված հարցեր կար, օգտագործել ենք ունական էտեմ ընկերության ալյումինե պրոֆիլներով ֆասադային վիտրաժներ, էտեմի դռներն անույն եւ իտալական Puricello ընկերության HPL պանելներ։ Եթե մասշտաբից խոսենք, ապա քանի քառակուսի մետր, ինչ ծավալի աշխատանք է այստեղ ընթանում։ 3-ից 5000 քառակուսի մետր միասին, ապակի HPL պանելներ ունենք նաև բացի այդ մի շենքից, որը 4 կողմից է, նաև այս հիմնական մուտքը գլխավոր մուտքն է ինքը համարվում, սա էլ է նույն նյութերով, նույն պրոֆիլներով հավաքված։ Ինչ ժամկետներ էին դրված։ Ժամկետները շատ սեղմ էին ու գնալով ավելի սեղմվում է, բայց այսօր Վալան գրուպը անում է անհնարին է, որպեսզի հասցնի, ավարտին հասցնի տվյալ պրոյեկտը։ Առաջի անգամ Հայաստանում նման կոնֆերանս է իրականացվում ու ամբողջ աշխարհը լինելու է Հայաստանում։ Նմանատիպ մասնակցություն ունենալը տվյալ միջոցառմանը մեծ հաճույք է, պատասխանատվություն է, պարտավորեցնող է եւ միևնույն ժամանակ ի վերջո, երբ որ պրոյեկտը ավարտում ենք, կանգնում նայում ենք, թե ինչ ենք ստացել, բոլորս հեճվում ենք։ Իհարկե, հիանալի է։ Մոտ քանի հոգի է աշխատում այս պահին աշխատանքները իրականացնելու համար։ 20-30 հոգի։ Եվ որքան է տևել նախապատրաստական փուլը։ 2-ից 2.5 ամիս։ Նյութերի ներմուծում, պրոյեկտի քննարկում, հանդիպների քննարկում։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ Հայաստանում տեղի ունենալու առաջին անգամ COP17-ը, որի միջազգային համաժողովի համար նախատեսված հատուկ շենք է կառուցվում։ Շենքի ամբողջ երեսպատման աշխատանքները վստահվել է Վալան գրուպին։ Վալան գրուպ, միշտ Մեկ քայլ առաջ։ Բրավո։ Հասանք հիմնական ուտեստին, հիշում եք կոնցեպտը, կրկին կլինի մրգով, պատրաստելու եմ ծյորենով եւ տավարի մսի գնդիկներով շատ համեղ տաք ուտեստ, յուրահատուկ համադրություն է լինելու, հետևեք ինձ։ Իդեպ շատ տեղերում ծյորենին ասում են մամուխ, օրինակ Տավուշում, գոնե մեր գյուղում, հետաքրքիր է ձեզ մոտ ինչպես են ասում, եթե այլ կերպ եք ասում, ապա անպայման գրեք մեկնաբանություններում, ինձ հետաքրքիր է շատ։ Մի փոքր ջուր ենք ավելացնում եւ դնում ենք եփվի։
Սկսում եմ համեմել, ավելացնում եմ սխտոր, հազրևարդ, աղ, պղպեղ, դարչին, մաշկանկույս և կոնյակ։ Ես Արմենիա վայն ընկերության V&M կոնյակն եմ օգտագործում։ Իհարկե մի փոքր ցավով, որտեվ այս հրաշալի կոնյակը վատրնելը դժողքի այց է տոմս է իսկական։ Մինչ սոուսը եփվում է, տապակեմ մսի գնդիկները։ Կարող եք համեմել այնպես, ինչպես սիրում է ձեր ընտանիքը եւ սովոր է ձեր քիմքը։ Կարևորը որ լինեն մսի գնդիկներ։ Ես չեմ կարող պատմել, այս ինչ բույր է, ինչ գույն է։ Հիմա պետք է քամել, որ կորիզները դուրս գան, հազրևարդի ճյուղերը դուրս գան եւ լինի փափուկ տեքստուրայով սոուս։ Վերջ սոուսը քամել եմ, հիմա մի փոքր կարագ եմ ավելացնում, որ ավելի նուրբ համ ունենա։ Մսի գնդիկները տապակվել են, մնում է մատուցել։ Շատ պարզ մի բան, որի պատրաստումը դուք կտեսնեք հաղորդման մեջ, շատ պարզ մսի գնդիկներ են, ճիշտ այնպես ինչպես տան անդամները սիրում են, կարող եք պատրաստելիս ազատ գալ։ Բրինձն է, որը չի կարող իհարկե մրցել պարսկական կամ պարսկական խոհանոցում պատրաստող բրինձի հետ, բայց այն է, ինչ իմ ընտանիքն է սիրում, եւ յուրահատկությունը այն է, որ պատրաստել եմ ծյորենի սոուս, մամուխ կամ ծյորեն, շրջանում մի կերպ են ասում, եւ այդ սոուսով եմ համեմել ուտեստը, հուսավ կհավանեք, առաջարկում համադրենք տակար կարմիր գինու հետ, օրգանական տակարն է, որը Հայաստանում առաջին սերտիֆիկացված օրգանական գինին է, եւ ամբողջ ցիկլը արվում է միայն բնության օգնությամբ, անգամ մոլախոտերը ազատում են, մոլախոտերը մաքրվում են գառնուկների օգնությամբ, ոչ մի պարարտանյութ օգտագործված չէ գինին պատրաստելու ընթացքում եւ կարծում եմ որ հրաշալի համադրություն են լինելու Անդրեյ ջան մեծ սիրով organic wine այո այս անգամ ձեզանից սկսեմ շնորհակալություն Merci Ինչ նրբանկատություն է։ Անցյալ անգամ առաջին եք քեզ էլ հյուրասիրել Եվա ջան։ Գանձը։ Սի շատ լավ կպա։ Չէ՞ որ աղջիկներով խոսում։ Բայց ամուսինը կողքից էլի հակում է։ Ու իրանց թվում է չեն լսում։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն Անդրեյ ջան։ Merci։ Շատ։ Nuts։ Շատ համեղա։ Ինչպես էր սոուսը։ Ինչ շոտ է դու գոյս։ Շատ հետաքրքիր, շատ դաժան տեսք ուներ։ Ինձ թվաց արյուն ամրեմ։ Հետո Մի փոքր մոտ է պարսկական բալով բրինձի։ ապրես։ Դու շատ լավ ես ուսումնասիրել պարսկական խոհանոցը։ Անդրեյ, ես սիրում եմ պարսկական խոհանոց։ Ես անգամ վարդի ջուր ունեմ տնական զարգած։ Բա ինչի ասացի, այդ սյուրպրիզ է։ Լավ, շարունակենք հետո։ Ինձ դուր է գալիս, որ ուտեստը մեր տրամադրությունը բարձրացրել է։ Իհարկե։ Ես իհարկե երբեմն շատ ուզում եմ, որ այն հատվածներում, երբ որ մենք ստոպ ենք լինում, իրականում մի տեսախցիկ ձայնագրի այն ինչ որ մենք խոսում ենք իմ հյուրերի հետ եւ քննարկում ենք, որտեղ ամենահետաքրքիրը հետ է։ Անդրեյ, նա ես ու Եվա կարծում ենք, որ պետք է։ Էլ ինչերից ենք խոսել։ Շատ բաներից ենք խոսել, բայց հիմա ինձ մի բան է հետաքրքիր։ Նախ ես կուզենամ Եվային մարդիկ ովքեր հետևում են մեզ, Անդրեյ քո օգնությամբ եւ Եվա ջան երկեք օգնությամբ, ել ավելի լավ ճանաչեն։ Եվա ջան, մենք պատմի էլի։
Պատմի մեր աղջիկ։ Պատմում։ Նախ ինձ հետաքրքիր է ասել, մինչև քո ստեղծագործական կյանքին եւ աշխատանքին անդրադառնալը, քո ընտանիքի պատմությունն է հետաքրքիր, որովհետեւ երբ որ մենք Անդրեիդ խոսում ենք, ես հատկացա, որ շատ հետաքրքիր աշխարհագրական տեղափոխություններով եւ մանրամասներով մի կյանք կա, որի մասին ես չգիտեմ համենայն դեպս։ Խնդրեմ պատմես։ Անդրեն իդեպ ինձ ընտրելուց նկարներում տեսել եմ մի նկար, որտեղ ես գլխաշորով, սենց հիմա մարդիկ կզարմանան, այսինքն գլխաշորով։ Ես Պարսկաստան էի գնացել մի 2-3 անգամ իմ քերիի մոտ, ոչ հարազատ, բայց քերիի մոտ, եւ այնտեղ նկարվել է, Անդրեն տեսել էր նկարները եւ այդպես ինքը իմացել էր, որ ես նույնպես պարսկահայ եմ։ Ինչպես է Ռուսաստանում մեծացած պարսկահայ։ Ստված եմ, հա, հետո Բախտումի աշխարհը չունի ամուսինս։ Իմ տատիկի կողմը, մամայիս, կներեք, մամայիս ամբողջ կողմը, տատիկս, պապիկս պարսկահայ են։ Բայց իրանք քանի սերունդներ ապրում են Պարսկաստանում, այսինքն իրանք ինչ որ կետին գնացած պարսկահայեր չէին այնտեղ, եւ մայրս արդեն ծնվել է եւ հայրս ծնվել են Հայաստանում, ես նույնպես, բայց հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան։ Քանի որ այդտեղ շատ դժվար էր երեխա պահելը, հայրս աշխատում էր Ռուսաստանում, անդադ գնում գալիս էր, դե մի տեսակ այդ մասնատված ընտանիքի այո, ֆորմատը բնականաբար ոչ մեկին էլ հաճելի չէր, մենք տեղափոխվեցինք Ռուսաստան եւ ես այնտեղ եմ մեծացել, այնտեղ եմ կրթությունը ստացել։ Այնուհետև վերադարձա Հայաստան, որտեղ ես չէի դիմանում Ռուսաստանում 15 տարեկան էի, չգիտեմ, որ ասեմ շատ երկար տարիներ եմ Հայաստանում ապրել, չէ, շատ փոքր է, երբ գնացինք։ Մեկ անգամ ենք եկել Հայաստան, եթե չեմ սխալվում, ամռանը մի 2 ամիս անցկացնել ենք, բայց իմ համար անտանելի էր դառնում կյանքը Ռուսաստանում։ Ես շատ հայրենասեր եմ եղել։ Երազում Հայաստանը տեսնում էի, տխրում էի, որ արթնացել եմ, երազս կտրվել է։ Թաթա Սիմոնյանի երգերը անգիր գիտեի, բայց բառերը չէի հասկանում։ Իսկապես ես հիմա որ հետ եմ նայում, շատ սիրում եմ ես Հայաստանը եւ երբ ընտրության առաջ կանգնեցի, որտեղ շարունակել ուսումը, գնալ Մոսկվա թե Երևան, որովհետեւ արդեն պետք է մտածեի թե անձնագիր ստանալու մասին, թե բարձրագույն կրթության մասին, ուղղակի իմ համար չէր քննարկվում։ Ես մի անգամից ասացի, ես հավաքվում եմ, գնում եմ Հայաստան եւ այդպես էլ եղավ։ Վերադարձա Հայաստան, շատ մի վայրկյան չեմ փոշմանել, բայց դժվար է եղել, շատ դժվար է եղել, ուրիշ երկրում ես մեծանում, ուրիշ մենտալիտետ ես տեսնում քո շուրջը, հայերը իմ շրջապատում համարը չկային, իսկապես շատ քիչ էին հայերը, բայց չէ, ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, վերադարձել եմ Հայաստան, երբ ծնողներս տեսան, որ չէ, ես ինձ լավ եմ զգում, ինձ գտել եմ, իրանք էլ արդեն վերադարձան Հայաստան եւ այո, ամբողջ քո հետևից կարելի ասել դու եղար այդ պլանավորել էին, այո, բայց առաջինը քույրիկս տեղափոխվեց, հետո ես, հետո արդեն ծնողներս։ Եւ այդպես մենք Բայց ընտանիքում պարսկական մշակույթից էլեմենտներ, խոհանոցից, կային կենցաղավարությունից, թե արդեն ամբողջովին կտրված էր պարսկական ճյուղի հետ։ Տարիներ հետո սկսել եմ վերլուծել եւ որովհետեւ երբ որ դու մեծանում ես ընտանիքում դա ես տեսնում, դու չես հասկանում դա որ ճյուղից է գալիս։ Պապայի կողմից, մամայի կողմից, թե Ռուսաստանից։ Այո, միանշանակ ազդեցություն ուներ Պարսկաստանի մշակույթը մեր տանը, թե խոհանոցում, թե ինչու ոչ, դե տատիկս բուն պարսկահայ է, տատիկս պապիկս, այդ բարեկամները մեր շփումը եւ երբ ես եկա Հայաստան, ինչպես ասեցի իմ քերին հյուր էր եկել էլի տատիկիս մոտ, մենք ծանոթացանք, առաջի անգամ էի իրան տեսնում, ինքը ասեց ինչի չես ուզում գաս Պարսկաստան, արի քեզ լավ կանցնի հետաքրքիր կլինի, ասեցի կգամ, ու կարծում եմ մյուս տարի նստեցի ավտոբուս գնացի քերի մոտ հյուր, այնքան լավ անցավ, այնքան հավանեցի մյուս տարի նորից գնացի արդեն իր տղայի եղբորս հարսանիքին եւ այնտեղ արդեն շատ մոտիկից տեսա Պարսկաստանի մշակույթը, որ ինձ շատ հետաքրքիր է եղել, շատ թերագնահատված երկիր եւ ազգ է Հայաստանի կողմից կարծում եմ։ Ես շատ հավանեցի եւ մեր ընտանիքում ես երևի ամենաշատն եմ եղել դեպի Պարսկաստանի կողմ, թե գիտելիքներով հագեցած, թե մշակույթով հետաքրքրված։ Մի քանի օր առաջ անգամ հիշեցինք, որ Պրոսպեկտում գտնվող մզկիտում դասընթացներ են կազմակերպում։ Պարսկերենի։ Այո, ես ուսանողական տարիներին անգամ այդ դասերի եմ գնացել, տարերն է սովորել, հաշվել է սովորել։ Անդրեյ, նշանակություն ունեցավ արդյոք Եվայի ընտանիքում այդ պարսկական ճյուղի լինելը քեզ համար։
Իհարկե ես 17 տարի Պարսկաստան եմ ապրել, կյանքիս առաջի տարիները ու ինձ համար Պարսկաստանը միշտ հարազատ է, ճիշտ է, հիմա լրիվ կտրված եմ Պարսկաստանից, բայց շատ հարազատ է ու հետաքրքիր է նա, որ Եվայի տատիկը ավելի պարսկահայ, քան ես, որովհետև պարսկահայերը երկու խումբ են։ Այն պարսկահայերը, որ 300 տարի առաջ Աբբաս թագավորն է իրենց Հայաստանից տեղափոխել այնտեղ, մշակույթ եւ որոշ մասնագիտություններ զարգացնելու համար, եւ երկրորդ խումբ պարսկահայեր նրանք են, որ ցեղասպանությունից հետո են գնացել։ Իրենք շատ ավելի նոր պարսկահայեր են, օրինակ իմ պապիկը ինքն է տեղափոխվել Հայաստանից Պարսկաստան, ու ընդամենը իմ ծնողներն են այդ սերունդները, որ այնտեղ են ծնվել, հետո մենք, բայց Եվայի տատիկի դեպքում 300 տարվա մեջ պատկերացնում եք քանի սերունդների արդեն տեղընկած պարսկահայեր են, էլի հատկապես Իսֆահանի շրջակայքում։ Ինձ համար շատ հարազատ էր, բայց նաև շատ խնդալու էր, որ դու գտնում ես ընկերուհի, որ կարծում ես Ռուսաստանից վերադարձած Հայաստանցի, պարզվում է իր տատիկը քո այդ պարսկերեն կատակներ շատ խնդալու էր դա։ Իրաստուն գնալուց միշտ ես ու տատիկը կատակներ են կամ պարսկերեն, բոլոր զարմացած լսում են, դե Եվայի մայրն էլ պարսկերեն չի խոսում, մենակ իր տատիկն է, որ շատ մաքուր պարսկերեն։ Տանիքի ամենահարազատ հոգին տատիկը։ Տատիկ է։ Շատ հետաքրքիր միասնություն է նաև երաժշտության կողմից, երբ դիտարկում ես։ Ռոք երաժիշտը դասական երաժշտի հետ։ Classic rock։ Classic rock ամբողջովին։ Եվա ջան, մի նախադասությամբ էլ կուզենամ, Եվա ջան, կուզենամ նաև պատմես քո մասնագիտության մասին, քո ստեղծագործական կյանքի մասին, հետո կապենք իրար, հա, ռոքն ու դասական երաժշտությունը հասկանանք, ինչպես եք ընդհանուր լեզու գտնում այդ հարցում։ Ես աշխատում եմ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում եւ նվագում եմ կոնտրաբաս։ Եվ չեմ նվագում թավջութակ, այլ նվագում կոնտրաբաս։ Բայց տեսահոլովակները նկարահանվում են որպես թավջութակ հաստորեն։ Էլ ամուսնացել եմ, էլ չեմ նկարահանվում որպես։ Ամուսինը թույլ չէ։ Ամուսինը խիստ է թույլ չի տալիս նկարահանվել։ Դե իմ ամբողջ կյանքը դասական երաժշտություն է, ես իսկապես շատ սիրելով եմ գնում աշխատանքի, իսկապես շատ եմ սիրում դասական ոլորտը, ամեն ինչ կապված է դասական երաժշտության հետ, բայց այս վերջերս Անդրեի հետ վերլուծում էինք իմ մանկական նախընտրությունները, երաժշտական հիշում ես, որ ասում է ինչ խմբեր է լսում, հայրիկս էր իհարկե ինձ մտերմացնել այդ երաժշտության հետ եւ դա բարձեցինք ինչ ռոք, գոթիկ ռոք։ Ինչ խմբեր որ ասեցի, այսինչ ոչն է, բարձվեց որ ինքը բավական մութ երաժշտություն է լսել։ Բարձվեց որ մութ անցյալ ունի։ Այո, աստորեն դա էլ է գրավել ինձ, այդ խորհրդավոր բանը պահել։ Բարձվեց ես գոթիկ ռոք եմ նաեւ սիրում։ Եվ ռոք երաժշտությունը ինձ խորտ չի եւ ինչպես ասել եմ Անդրեի երաժշտությունն էլ երգերն էլ շատ է սիրում։ Ես վերջերս նկատում եմ, որ եւ թատրոններում եւ համերգների ժամանակ բավականին սկսել է ակտիվանալ հանդիսատեսը։ Տարիներ առաջ դահլիճները կիսատ էին, լեփլեցուն չէին եւ տոմսերը հանգիստ նույն օրը կարողանում էիր գնայիր եւ ներս մտնել։ Վերջին շրջանում նկատում եմ, որ նախ գրեթե հնարավոր չէ նույն օրը տոմս ձեռք բերել եւ բացի այդ էլ գրեթե միշտ լեփլեցուն են դահլիճները։ Արդյոք դասական երաժշտության համար նույնը կարող ենք ասել, թե ոչ։ Գիտեք, շատ իհարկե ավելի դժվար է առաջ գնում այդ առաջընթացը դասական ասպարեզում, բայց այդ ամենի հետևում կանգնած է մեծ աշխատանք։ Օրինակ մեկ անցկացնում ենք ազգային ֆիլհարմոնիկի հենց Արամ Խաչատրյանի համերգաստահում էքսկուրսիաներ։ Հիմա ունենք երեխաների համար լագեր ասված է, ճամբարի նման, որ երեխաները գալիս են ավելի մոտիկից շենքն են տեսնում, շփվում են, ունենում էինք բազմաթիվ ծրագրեր կապված հենց մանկական նվագախմբերի հետ եւ կարծում եմ այդ ամեն ինչի իհարկե նպաստում է եւ դեռ նպաստելու է ոնց որ ասացի մի քիչ դանդաղ նման առաջընթաց այո առաջ գնում հուսանք կհասնենք այդ ամենալավ կետին ամենաբարձր կետին որ էլ հնարավոր չլինի հասցնել տոմս գնել բայց չենք կարող բողոքել իհարկե հետաքրքրությունը մեծ է եւ շատ հաճելի է որ երիտասարդների կողմից նաեւ հետաքրքրության կա դասական երաժշտության հանդեպ եւ մենք էլ մեր կողմից անում ենք
ամեն հնարավոր բան, որտեղ Հայաստան գալիս են իսկապես ամենալավ արտիստները դասական ոլորտի, իրենց հետ ենք ունենում ելույթներ եւ մեր նվագախումբն էլ ինքը ամենաբարձր որակով միշտ հանդես է գալիս, այնպես որ հույսով եմ ամենալավը դեռ արժևում է։ Մենք անում ենք հնարավորինս։ Իհարկե, համատած 2000-ականների սկզբի հետ, երբ դահլիճում կարող էր ընդամենը 10 հոգի նստած լինել, հիմա անհամեմատելի է եւ հաճելի է, որ իսկապես պրոգրեսը նկատում ենք։ Ինչ երաժշտություն է հնչում դասական երաժշտի եւ ռոք երաժշտի տանը։ Այն ինչ որ ես սիրում եմ ու լսում եմ, եթե պետք է քնելուց լսեմ, headphone-ներով եմ լսում, որովհետեւ Իմ քունը փախնում է։ Ես ահավոր ծանր երաժշտություն եմ սիրում, այսինքն այն ինչ որ ես լսում եմ շատ ավելի ծանր ու մութ է, քան նույնիսկ Beautified Project-ի երաժշտություն, որ էլի մութ է, բայց շատ լուսավոր մութ է, դրա համար Beautified Project, բայց հա, ես կարելի ասել, եթե մի բառով ասեմ, շատ դաժան երաժշտություն եմ սիրում, շատ ծանր heavy metal եւ էլ ավելի մութ ճյուղերը իրա, բայց նաև ես սիրում եմ ամեն ինչ։ Ես նախքան նույնիսկ Եվային հանդիպելը իմ կոլեկցիայի մեջ ունեի Մոցարտի ռեկվիեմը, ունեի Վիվալդիի 4 եղանակները, շատ եմ սիրում world music, միջազգային էթնո մյուզիկներ, շատ եմ սիրում հայկական էթնո երաժշտություն, շատ հենց Գութան ֆեստիվալը միշտ գնում եմ։ Այնպես որ ինձ համար չկա լավ եւ վատ ոչ, ամեն ոճի մեջ կա ինձ համար լավ եւ վատը, բայց ոճի բան չկա, որ ասեմ, այսինչ ոճը չեմ։ Չէ, զուտ ուզում եմ իմանալ ինչ է հնչում։ Մենք միասին շատ մենք միասին շատ քիչ բան կա, որ կարող ենք նույն երգը դնել լսել, ու դա կարծում եմ շատ ավելի հետաքրքիր է դարձնում, որտեվ Եվայի պատճառով ես սկսել եմ լիքը դասական բան համերգների մասնակցել ու բացահայտումներ անել ինձ համար, օրինակ միջև Եվայի հանդիպելը պարզա գիտեի, բայց չէի լսում Ռահմանինով, բայց որ գնում եմ իր համերգներին լսում եմ, հիանում եմ, իսկ ես էլ Եվային տարել եմ, օրինակ death metal-ի փառատոն Անգլիայում, ու ինքը իրան թվում էր, որ կռիվ ա գնում, դե այն պարկա չէ, հատուկ մաշպիտ ա կոչվում, ինքը ասում է ինչ է դիարցեցում, ասում եմ չես պարա ուղղակի։ Մի անհանգստացի ես անկյուն եմ փնտրում, որ թաքնվի, պարզվեց դա պարա։ Ինձ մի բան է հետաքրքիր, մտածում եմ երաժշտության մասին հարցի մեջ պետք է գտնեմ այդ հարցի պատասխանը, բայց հավանաբար ուրիշ տեղ է թաքնված։ Որտեղ է ձեր հարաբերությունների մեջ զգացվում սիրո ամենաբարձր կետը։ Ես ասեմ դու մտածում։ Շատ կենցաղային բան գուցե ասեմ, առաջինը դա եկավ մտքիս։ Երբ կինը ամուսնանում է, ինձ թվում է ամենադժվար փուլերից մեկը նա է, որ դու դառնում ես տան կինը, եւ այդ ամբողջ պատասխանատվությունը կարծես թե պետք է լինի մենակ քո վրա։ Ու քանի որ ես երաժիշտ եմ, համերգներ, փորձեր, երբեմն մի քանի տեղ եմ փորձերի գնում, շատ բան չեմ հասցնում, ես շատ եմ գնահատում եւ սիրում Անդրեի մեջ այդ կետը, որ ինքը տեսնում է, եթե ես հանգարց հոգնած եմ, չեմ հասցնում, ինքը երբեք չի ասի, բա ճաշը ուր է։ Ինքը երբ տեսնում ես մի քիչ սովորականից ավելի ծանրաբեռնված եմ, շատ հաճախ սիրում ենք գնալ ինչ-որ տեղ ընթրիքի, շատ հաճախ ինքը մի քանի համեղ բան կա, որ պատրաստում է, ինքը շատ սիրով ինքն է պատրաստում եւ իմ համար դա հոգատարության եւ սիրով մեծ դրսևորում է։ Երբ դու չես զգում քո վրա այդ պատասխանատվությունը որպես ծանր բեռ։ Ես եթե պատրաստում եմ հաճույքով, երբ լինում եմ ազատ, հանգիստ եւ ճնշում չեմ զգում ամուսնու կողմից, ինչպես ես վստահ եմ, դա վատ չի, դա հիմա դե տենց է դրված, տենց է գնացել տարիներ եւ վստահ եմ շատ ընտանիքներում դա կա։ Եվ մի քիչ ավելի հոգատար եղեք ձեր կանանց նկատմամբ։ Ֆանտաստիկ։ Ճիշտ ասացիր, փոքր բան է, բայց այդ հոգատարության զգացումը, որ կարևորում են քո հոգնած լինելը, կարևորում են քո ստեղծագործ լինելը, քո միշտ կասի ես կանեմ, կլվանամ ափսեները կամ կհավաքեմ, դու հանգստացի, դու հոգնած ես, դու համերգից ես եկել։ Ափսելը վալուց ես անջատվում եմ, այնքան հանգստացող process է դա։
Ափսենները շատ եմ սիրում դալ, բայց դանակ պատարակախները չսիրացում։ Լավ, արի սենց անենք, դանակ պատարակախները իմ եւ Եվայի վրա ափսեն։ Իսկ քեզ համար երբ վերլուծում ես ձեր զույգին, այդ կետը, որ ասում ես, եթե ես լինեի երրորդ մեկու կողքից նայի, հավանաբար հենց այս կետը կհամարեի ամենաբարձրագույնը։ Ինձ համար շատ կարևոր է, երբ որ ես մի բան եմ որոշում անեմ, արդյոք դա Եվայի սրտով լինի կամ չլինի, աջակցումը, որ դա ես անեմ։ Նույնիսկ եթե, չգիտեմ, մի բան եմ պատրաստում բեմի համար, որը իր կարծիքով կարող է դա չսազի բեմին, սիրուն է չլինի, բայց ինքը ամեն ինչ անում աջակցի ինձ, որ ես այն իմ ուզածը ստանամ, կամ մի տեղ եմ ուզում գնամ բան, ինքը երբեք դեմ չի։ Նույն ուտելիքների պահում, որ ժամանակ զգում եմ, որ ես շատ ոչ առողջ ուտելիք այդ պահին սիրտս ուզում գիշերվա կեսին ուտեմ, ինքը որ տեսնում այդ հաճույքը չի բանանում, դա ինձ համար շատ գնահատելի է, որ ինքը տենց դիսցիպլինա չի փորձում բան անել, ինքը փորձում է գալիս ենք ազատության թեմային, ազատ, այո։ Մեկ այլ բան է, երբ ապրում ես մարդու հետ, եւ մեկ այլ բան է, երբ ապրում ես արվեստի մարդու հետ։ Այո։ Ներողություն այս տարանջատման համար, բայց կա այն ինչ կա, եւ դուք երկուսդ էլ ունեք երջանկություն եւ բարեբախտություն մեկը մյուսին բեմում տեսնելու։ Այո։ Ինձ հետաքրքիր է այդ զգացողությունը, երբ սիրածդ մարդը բեմում է։ Ֆանտաստիկ զգացողություն է։ Ինչա կպատմես։ Ինձ համար երբ որ տեսնում եմ Եվան վայելում է այն աշխատանք, որ ինքը շատ սիրում է եւ նվագում է իր սիրած գործիքը, դա հիանալի մեծ լաքշի այսօրվա կյանքում։ Շատ քիչ մարդ կա այսօր, որ զբաղված է իր ցանկացած աշխատանքով։ Դա պատճառ է լինում քո էներգիան միշտ շատ դրական լինի, որովհետեւ դու կոպիտացած գումար ես վաստակում այն ինչը անելով, որ դու սիրում ես անել։ Եվ երբ որ գնում եմ տեսնում եմ ինքը ինչ կան սիրելով այդ ինստրումենտը նվագում, ես շատ եմ հպարտանում։ Անել կանտրաբաս, որը շատ միշտ փորձում եմ համերգներին ներկա լինել, իմ կյանքը միշտ լի է եղել մյուզիկով, որտեվ կամ իմ մյուզիկի մեջ եմ եղել, կամ ուրիշների մյուզիկն եմ պրոդյուսերը, հիմա ազատ ժամերին հրավիրված եմ Եվայի համերգներին, այնպես որ շատ երջանիկ եմ, որ արդեն 20 մոտավորապես 28 տարի է ես երաժշտության մեջ եմ միշտ, կամ ետնաբեմում, կամ բեմում, կամ ժողովրդի մեջ, այո։ Եվա, դու ինչ զգացողություններ ես ունենում։ Ես անհամբեր սպասում եմ Անդրեին տեսնեի բեմում, Անդրեն արդեն նշեց, որ մի քանի տարի մենք հերո ենք գտնվել իրարից, ինքը Անգլիայում էր, մինչև ինքը վերադարձավ, մինչև մտովի հավաքվեցին եւ իրանց նորից համերգներ սկսեցին դնել, որովհետեւ 8 տարի իրանք դադար էին տվել։ Եվ ես ընկել եմ 8 տարվա դադարի ամենավերջի տարիների։ Սպասում եք ես աղջիկը հայտնվի, որ իսկապես անհամբեր սպասում եմ եւ չգիտեմ անկրկնելի զգացողություն էր Անդրեյին բեմում տեսնել, լրիվ ուրիշ մարդ, լրիվ ուրիշ կերպար, ես անգամ հիշում եմ, որ քույրիկիս ամուսինը նայեց, ասեց, ես իմ բաժանողն եմ։ Անդրեն, որ մենք տանն ենք սովոր տեսնել եւ ռոք համերգի ժամանակ բեմում տեսանք, ես իսկապես ես հիացած, ինչպես միշտ սիրալված հայացքով է Անդրեին նայում եւ ես Անդրեի հետ միասին վայելում եմ այն սերը, որ ինքն է ստանում, անգամ երբ փողոցով քայլում ենք, մոտենում են իրան, իր սերն են արտահայտում, ասում են ինչքան են իրանց սիրում, ես չգիտեմ, ինձ թվում է Անդրեից շատ եմ ուրախանում։ Բրավո։ Այո, ինձ շատ հաճելի է։ Իսկ ուր է կորել կրկին The Beautified Project-ը եւ ինչ է լինելու սեպտեմբերի 18-ին կխոսենք աղանդերը մատուցելու ընթացքում։ Ամառ է, բայց անձրևները մեզ հանգիստ չեն տալիս, իսկ դա նշանակում է, որ եթե դուք բնակվում եք առանձնատանը, առաջինը վտանգի տակ է հենց ձեր առանձնատան կտուրը։ Ինչ է պետք անել։ Պետք է զանգահարել կտուր AM 8128 կարճ հեռախոսահամարին։ Մեր պրոֆեսիոնալ աշխատակիցները շատ արագ կլուծեն ձեր խնդիրը, կլսեն ձեր խնդիրը, հետո կգան, կվերլուծեն եւ շատ արագ լուծում կտան։ Օրինակ եղել են դեպքեր, երբ առանձնատան ողջ կտուրը փոխվել է ընդամենը 4 օրում, այնպես որ ժամանակն է զանգահարելու 8128 կարճ հեռախոսահամարին։ Եթե դուք որոշել եք, որ ձեր գործարքը պետք է անեք ապառիկով, բայց իհարկե վախեր ունեք,
եք, որովհետև երկար թղթաբանություն, սպասում, ժամկետներ, ստորագրություններ, ապա այս հարցով նույնպես մի անհանգստացեք, որովհետև Կտուր AM-ի աշխատակիցները ամբողջ փաստաթղթաշրջանառությունը իրենց վրա կվերցրեն, ձեզ կմնա միայն պարտաճանաչ վճարումներ անելը։ Այնպես որ զանգահարում եք 81 28 կարճ հեռախոսահամարին Կտուր AM։ Նուրբ քայլերով եկանք եւ հասանք աղանդերին, կրկին միրգ եմ օգտագործելու, որովհետև հիշում եք այսօրվա ճաշացանկի կոնցեպտը, ամառ, մրգեր, թարմություն եւ ես հիմա պատրաստելու եմ դեղցով սորբե։ Կարող եք ընտրել ձեր ցանկացած դեղցը։ Ես ընտրել եմ թզանման տարբերակը։ Շատ եմ սիրում եւ այս տարի էլ տարօրինակորեն շատ առատ է եւ մեծ եւ յուրօրինակ համեղ։ Դեղցի կեղևը հանել եմ, մանրացրել եմ եւ հիմա ուղարկում եմ սառցարան մոտ 1 ժամ։ Դեղցը սառել է։ Ավելացնում ենք շաքարի փոշի, կիտրոնի թարմ հյութ ենք քամում, մի փոքր կոնյակ եւ հարում ենք։ Համը պետք է փորձել, որովհետև բաղադրիչներ ավելացնում ենք ըստ քիմքի, ամեն ինչ հրաշալի է, եւ կրկին ուղարկում ենք սառցարան։ Մենք փորձելու ենք դեղցի սորբե, ինքս եմ պատրաստել, որպես այսպես թարմացնող, ուրախացնող եւ իհարկե հաշվի առնելով ձեր արմատները, նաեւ վարդի ջուր եմ ավելացրել։ Վարդի ջուրը իմ ընկերուհի մայրիկն է պատրաստել իրենց այգու վարդերից, այնպես որ այդպես տնական վարդի ջրով տնական պահպաղակ սորբե։ Անհամբեր եմ արդեն։ Փորձենք, հետո ասեմ ինչ խմիչքի հետ ենք համադրելու։ Okay։ Անդրեն ասել է կոնցեպտը նկարագրել եք, որ պատրաստելու եք եւ այլն, բայց որ այսքան համեղ է լինելու։ Այդ չէր ասել։ Շատ համեղ եմ։ Ապրես շատ։ Քաղցրի թթվի եւ սառնի։ Տեսեք ումամի նաև դեր է կատարում, չէ՞։ Այո։ Երեկոյան ես գիտեմ, որ մայրիկի տանը ընթրիքի եք, բասկական ուտեստներ եք փորձելու։ Ինձ թվում է սա լավ անցում կլինի դեպի երեկոյան։ Ֆանտաստիկ։ Պետք է լավ է, որ մենք այնտեղ ուշ ենք ընտրում, թե չէ, այսքան լիքը գնային կնեղանային, որ բան չուտենք։ Հա, իհարկե։ Եվ առաջարկում եմ փորձենք Պորտո 5 տարի հնեցված ֆրանսիական կաղնետակառներում մի փոքր թունդ խմիչք է, բայց նախատեսված հենց աղանդերի համար 17.5% է թնդությունը, բայց ֆանտաստիկ, իմ ամենասիրելի խմիչքներից մեկն է։ Ես անցնեմ իմ պարտական։ Անդրե ջան, դե ինչպես։ Հիմա ումից սկսեմ, դա է հարցը։ Եվայից։ Ուցե քեզանից։ Հա, այս անգամ։ Նա նման բան չի անի։ Լավ, հերթով է լինի, նորից քո հերթն է։ Իսկ հաջորդ ուտեստը արդեն ինձանից կսկսես։ Շնորհակալություն։ Հա, ես մոռացել եմ 17%-ը։ Շնորհակալություն։ Պրոֆեսիոնալ երիտասարդ եք։ Ահ, merci շատ։ Եվա ջան, ես ուզում եմ, որ այս 2 տարվա կողքը եւս 2 հատ 2 ավելանա։ Ահա։ 222։ Այո, մենք էլ այսպես 3-ով նստենք այդ օրը։ Եվ ասեմ, հիշում եք։ Հիշում եք։ Ջան, ո՞նց եկաք։ Բայց դուք այդ ժամանակ ուզեք չուզես, չուզես Անդրե ջան թորներով։ Ծորի երեխան ինչա լինում։ Բաքում կխաղան, ես չխանգարեն։ Ձեր կենացը։ Կենաց։ Օ։ Հաճո։ Այսի արդեն Լուրջ է։ Ահա, շատ համեղ եմ։ Շատ ինտենսիվ հետաքրքիր համա։ Իմիջայլոց անգլիացի տատիկների սիրած խմիչքներից է դա։ Ես ինձ Միշելյան ռեստորանում եմ զգում, որ սենց հերթով գեղեցիկ սիրուն պուճուր, բայց կշտացնող չմտածեք քիչ են դա։
Ես ասել եմ հենց ուզեք ավելացնել։ Այո, մեկը մյուսից համը։ Իսկ Միշելյան չեն ասում այդպես բան, եթե կուզեք ավելացնել։ Ես մի անգամ եմ եղել Միշելյան բանցում, հաստատ կարող եմ ասել, սա ավելի լավն է։ That's for շատ շնորհակալ ենք։ Այնպեսի հաճախոսություններ եք անում, խառնվում իրար երեխեք։ Cheers։ Շնորհակալություն։ Անդրե, հավերժական կարևոր, ամենակարևոր հարցը, որ վստահ եմ հիմա բոլոր ֆաները, ովքեր որ Free Fight-ի համար գժվում են, սպասում են այդ հարցը ուզում են տան։ Ուր եք կորել։ Մենք կորել ենք Արինջում։ Ամենահետաքրքիր պատասխաններ չէ։ Մենք կորել ենք Արինջում, որ հասցեով։ Այդ չեմ կարող ասել։ Մենք արդեն 2 տարի է Արմեն եւ Արլենը շատ հետաքրքիր միջավայր են ստեղծել Արինջում մեր համար։ Մենք ունենք պրոֆեսիոնալ ստուդիա այնտեղ, որտեղ շաբաթը 1 հեռախոսներս անջատում ենք ու մի 3 ժամով անջատվում ենք մեր առօրյայից, որովհետեւ մեր խմբի մեջ չկա երաժիշտ, այսինքն այն մարդիկ, որ հենց երաժշտությամբ են զբաղվում, մենք ունենք մեր խմբում 3 կառուցապատող 4 decoration մասնագետ, մի ուսուցիչ եւ ես որ պրոդյուսեր եմ ու մեր միակ այդ անջատվելու ձևը այդտեղ 3 ժամ անջատվում ենք եւ երգեր են գրում, ձայնագրում, դեմո անում եւ տենց ուղակի մեր հաճույքի համար տարին 1 համերգ ենք ունենում, տարին 1 կամ մաքսիմում 2 անգամ 2 տարբեր ֆորմատներով, ակուստիկ ֆորմատ, որ ակուստիկ գիտարներ, դաշնամուր եւ թավջութակով է եւ ռոք ֆորմատը, որը սեպտեմբերի 18-ին է լինելու։ Որտեղ։ Տեխնիկային թատրոնում սեպտեմբերի 18-ին, դա մեր տունն է։ Այո։ Իսկ նախքան դա մենք մի 10 օր նախքան այդ համերգ թողարկել ենք նոր տեսահոլովակ, նոր երգ, որը արդեն տեղ է գտնելու մեր 5-րդ ձայնասկավառակում, որ հույս ունենք թողարկենք մյուս տարի։ Երգը ինչպես է կոչվում, թե դեռ Չէ, մենք երգը մի անգամ կատարել ենք live, կոչվում է Shadows and Whispers։ Ու ամենահետաքրքիրն է, որ Գյումրիում ենք նկարահանել տեսահոլովակը, շատ արտիստիկ տեսահոլովակ է, բայց նկարահանել ենք 21 թվին։ Այնպես որ եթե ես երիտասարդ թվամ այդ տեսահոլովակի մեջ մեյքափից չի, այլ նրանից է որ 5 տարի առաջ եւ մեր ձևերով ամեն ինչ շատ դանդաղ, շատ արխային ձևով արել ենք եւ 5 տարի տևել է մինչեւ մենք գոհ լինենք երաժշտության, որտեվ այն ժամանակ որ նկարեցինք դեռ երաժշտական մասով գործեր կար անելու, որը նոր ավարտել ենք եւ պատրաստ է թողարկման համար։ Գինու նման հնացրել ենք։ Հնացրել եք։ Ես ուզում հասկանալ, խումբը կա որպես այդպիսի։ Այո։ Բայց ձեր զբաղվածության պատճառով ամեն ինչ գնում է շատ դանդաղ եւ շատ քիչ եք ստեղծագործում եւ քիչ եք համերգներ տալիս, բայց պատճառը մեկը չեմ կարողանում հասկանալ։ Շատ ենք ստեղծագործում, բայց ինչը գալիս է այսինքն արվեստի մասով շատ խիստ զբաղված ենք, ստեղծագործում ենք նոր երկենքում, բայց երբ որ գալիս է պրոդուկտի մասը, որը ձայնագրվել, ձայնասկավառակ թողարկել, տեսահոլովակ նկարել, գնալ TV-ներով ինքներս մեզ գովել ասել մեր երաժշտություն ամենավորակյալն է, այդ մասով քիչ ենք զբաղվում, ավելի վայելում ենք ինքներս մեզ հետ ստեղծագործման այդ process-ը, իսկ քանի որ մենք նաև ունենք հիանալի Beautified Project-ի ընտանիքը մեծ, որ միշտ սպասում են համերգների, փորձում ենք գոնե տարին 1-2 անգամ իրենց հանդիպել, թե կարոտում ենք իրենց թե բեմը, բայց մեր lifestyle-ները թույլ չի տալի դրանից ավել զբաղվենք երաժշտության կոմերցիայի կողմով էլի։ Բայց մի քիչ հակասություն կա ինձ համար։ Եթե քո փոխարեն հիմա այստեղ նստած լինեին Արմենը կամ Արլենը, ինչ որ մի ձև կհասկանայի։ Բայց երբ որ այս աթոռին նստած է մի մարդ, ով որ մի ամբողջ production է ղեկավարում, եւ այլ արտիստներով է զբաղվում եւ գծում է մարտավարություններ ում որ ուղղությամբ տանի որ հաջողության հասնեն, մենք հիմա կխոսենք դրա մասին, եւ ասում է որ իր սեփական զավակով զբաղվելու ժամանակ չունի, չեմ հասկանում։
Եվան էլ այդ հարցը։ Որպես Beautify-ի ունկնդիր, լսող, ֆան, ես մի տեսակ ինձ զգում եմ նեղացած, որովհետև ես համարում եմ, որ դա չափազանց էգոիստական մոտեցում է, երբ որ դուք տարիներով կարող եք գնալ փակվել ստուդիայում ստեղծագործել եւ ինձ ոչինչ չտալ։ Այն դեպքում, երբ որ դուք ինձ սովորեցրել եք, որ կա այդ որակյալ երաժշտությունը, կա հայկական որակյալ ռոկը, որը եկավ եւ մթնոլորտ ստեղծեց եւ հիմա կներեք գնացել են փակվել են մի տեղ, ինչ ուզում են անում են։ Տեղն էլ ասում են։ Տեղն էլ ասում են, մենք առինջում մնացել ենք կախված առինջում։ Էլի չեմ հասկանում, էլի եմ բացատրություն ուզում կներես։ Մի քիչ մենք շատ ինտենսիվ աշխատեցինք, մենք 11 տարում թողարկեցինք 27 տեսահոլովակ եւ 4 ձայնասկավառակ, գործունեություն ենք ունեցել 10 տարբեր երկրներում ու մի տեսակ, երբ որ մենք ստոպ տվեցինք, շատ հոգնած էինք այդ կոմերցիայի process-ից, որպես product ներկայացնելու process-ից, այլ ստեղծագործականը միշտ եղել է, միշտ կարոտել ենք ու միշտ զբաղվել ենք այդ հատվածով, ինչը արդեն տեսանելի մասն է, դա միշտ եղել է, որ օքեյ, դե պետք է դա էլ անենք վիճակ, բայց հիմա ես այս նոր ձայնասկավառակը համաձայնեցրել եմ տղերքի հետ էլ, որ ընդհանրապես չենք մտածում ոնց կընկալվի, անում ենք այն ինչ որ անում ենք, ձայնասկավառակը անում ենք լրիվ որպես art, եթե երգը գրում ենք դառնում է 7 րոպե, մտածում ենք օքեյ, 7 րոպե թողարկենք, չենք մտածի ֆորմատի առումով։ Նախատիպերը կան աշխարհում, ինչի մասին է։ Նույնը տեսահոլովակներն են, իրենք շատ ոչ կոմերցիա, ավելի art house վիճակում են։ Այնպես որ չգիտեմ ոնց է սա դիմավորվելու մեր հայկական աշխարհում, բայց գիտեմ, որ մեր ընտանիքը, մեր Beautified Project-ի լսարանը պատրաստ է դրան։ Նայ, ամենակիչը կարծում դուք պետք է մտածեք ոնց կընկալվի հայկական աուդիտորիայի կողմից, որովհետև դուք միակ հայկական ռոք խումբն եք, ում MTV-ն է եթերում եւ համաշխարհային հիթերի շարքում եք եղել, եթե չեմ սխալվում։ Այո, ռոք հիթերի շարքում եք եղել։ Ինչի մասին է խոսքը հայկական աուդիտորիան ինչպես կընկալի, երբ աշխարհի դռները բաց են եւ ձեզ այլևս ոչ MTV է պետք, ոչ Boom ժուրնալ է պետք, այսպես ասեմ, հա, որ մարդիկ ճանաչեն, հասկանան, ընկալեն, բացեն սահմանները եւ ձեր երաժշտությունը ամբողջ աշխարհն է լսելու։ Ինչու կենտրոնացել եւ մտածում ինչպես կընկալի հայ ունկնդիրը։ Ինչու դա քեզ համար կարեւոր։ Իրականում նաև մենք շատ ավելի քիչ ենք բանանում շրջակայում։ Մի ժամանակ 2 տարի մեկ գնում էինք մի քանի երկիր նվագում էինք բան։ Հիմա շատ ենք ավելի հանգստացել մեր կոմֆորտ զոնայում։ Եվ ինձ որ գրում են, բա երբ է գալու Գերմանիա, երբ է գալու Փարիզ նորից, գրում եմ դուք եկեք Հայաստան լսեք մեզ, նաև туриզմ եմ զարգացնում էլի Հայաստանում։ Լսի, ես մի տեսակ ծերանալու հոտ եմ առնում այս ամեն ինչից։ Ամենահետաքրքիրը մենք Պոլանդից 2 երկրպագու ունենք, մեկը հայ է, մեկը 60 քանի տարեկան հենց լեհկին։ Ինքը մենք երբ համերգ ենք ունենում, գալիս է Հայաստան։ Туриզմ զարգացնում եմ, թե ոչ։ Ոչ, մենք հոգով туриզմ չեն զարգացնում, սխալ ճանապարհ ես բռնել։ Ավելի շատ ծախս է, քան туриզմ։ Ոնց է ստեղծվել երգը, որը պիտի շատ շուտով լսենք արդեն։ Shadows and Whispers։ Այո, Shadows and Whispers-ը իրականում կներեք, բայց շատ դեպրեսիվ երգ է։ 2019 թվին ինձ մոտ սկսել էին շատ բարդ գլխացավեր եւ այդ գլխացավերի ժամանակ ես շատ վատ էի քնում եւ երբ որ շատ միշտ անքուն էի գիշերներ չէի քնում օրվա մեջ միշտ հոգնած էի այդ օրերին է ստեղծվել եւ բարեր լսելով կարծում եմ այդ մուդը կփոխանցվի որ ինչքան բան այլի մութ իրավիճակում գրված երգ է, բայց շատ սիրուն մեղեդի ունի եւ Գյումրի մի տեսարան է, որ հիմա չեմ ասի ինչ է, բայց կարծում եմ ոչ ոք այդ տեսանկյունից Գյումրի այդ հատվածը չի տեսել։ 19 թվականի մասին խոսեցիր եւ անքնության մասին։ Ինչ ստվերներ էիր տեսնում ու ինչ շշուկներ էիր լսում։
ինքը ավելի մետաֆորիկ է, որ երբ որ չես կարողանում քնել, սկսում ես պատկերացնել, միշտ դեպի նեգատիվ է գնում, չէ՞, քո ուղեղը եւ հենց այդ չեղած շշուկները, չտեսած ստվերները դու սկսում ես պատկերացնել եւ ինքը ավելի մետաֆորիկ է ինձ թվում է, բայց լավ, կարծում եմ հետաքրքիր մեղեդի է ստացվել մեր երկրորդ 6-8 աշխատանքն է, 6-8 ասելուց հայերը մտածում են հարսանեկան երգեր, բայց օրինակ jazz blues-ն էլ 6-8, մեր առաջի 6-8 գործը Help Me երգն էր, որ հիշում եմ 8 շաբաթ դար 21-ում առաջի տեղ էր գրավել։ Սա մեր երկրորդ 6-8 գործն է, բայց 6-8-ը 4-4 ժամանակի մեջ մի քիչ հիմա շատ տեխնիկ։ Մենք եւ այն նման կարծում ենք դուք Հայաստանից չեք, Հայաստանում չեք։ Եվա դու լսել ես արդեն այդ գործը։ Իհարկե։ Ես ավելին ասեմ, ես որպես Անդրեյկին հիմա պատասխանեմ որոշ հարցերին։ Շատ գեղեցիկ երգեր ունեն գրված, շատ։ Անկամ թեկուզ հենց մեր հարսանիքին երգը, որ Անդրեն ինձ նվիրել է, իսկապես մի երկու օր առաջ լսեցինք նորից շատ գեղեցիկ երգ է, բայց Անդրեն ախր շատ բծախնդիր ես դու։ Ես ունեմ շատ մեծ կիսատ երգերի արխիվներ, որոնք պետք է մեկ-մեկ հանեմ, փոշին փչեմ ու աշխատեմ վրաներ, ուղղակի ժամանակա պետք է։ Միջև այդ երգը հասնում է, միջև ինքը ամեն մի գործիքը առանձին, ամեն ինչ առանձին, հետո պետքա թողնի մի քիչ մնա, հետո նորից լսի ավելի թարմ, ավելի ուրիշ մտածելակերպով, իսկապես ես էլ եմ Beautify-ի ֆանատների պես շատ դժգոհ։ Դե իրականում մարդ չգիտի բողոքի թե ոչ, որովհետև մի կողմից պահանջում ենք ավելի հաճախ, բայց այն բոլոր գործերը, որ լսում ենք ու սիրում ենք, ապացույցն են հենց քո աշխատելավոճի, որ այնպես է ստանում, որ հենց դա է մեզ դուր գալիս ու այդպես է ստանում լավագույնը ու մաքսիմալը։ Հիմա չգիտենք ինչ ասենք։ Չգիտենք ինչ ասենք, բայց մի քիչ ավելի տեմպերը արագացրեք, էլի։ Անպայման Որը Եվայի համար լավ, տանը մի քիչ համոզելի է։ Ես էլ եմ, երևի պետք է ես այո տանը։ Եվ ես իհարկե շատ ուզում եմ խոսել քեզ հետ որպես պրոդյուսեր եւ որպես երաժշտական պրոդյուսեր, հատկապես որ շատ-շատերի սիրելի Սոնա Ռուբենյանի մենեջերն ես։ Սա շատ հետաքրքիր է, ինքդ լինելով երաժիշտ, ինքդ լինելով երաժշտության ասպարեզից, նաև հանդիսանում ես Սոնայի մենեջերը։ Նախ հասկանում այս ցանկությունը այլ արտիստով զբաղվելու, սա ոնց է ստեղծվել ընդհանրապես, ոնց է ծագել։ Իրականում ես շատ եմ աշխատել ռոք խմբերի հետ։ Սոնայի դեպքում մի քիչ տարբեր է, որովհետև Սոնայի հետ առաջի հերթին շատ մտերիմ ընկերներ ենք, թե իր հետ, թե իր ընտանիքի հետ։ Շատ սիրում եմ իրեն եւ իր արվեստը։ Եվ իրականում Սոնայի հետ մենք մի 12 տարի առաջ դուետ ենք ունեցել, Wait դուետը, որ այն ժամանակ շատ սիրվեց։ Սոնայինք, երբ որ Superstar-ին էր մասնակցեցին Beautify Project-ի համերգին եւ այնտեղ ծանոթացա հետը եւ շատ մտերիմ ընկերներ դարձանք եւ բացի իր մենեջեր լինելը ես իր ձայնի ամենամեծ երկրպագուներից եմ իմ կարծիքով ինքը ֆանտաստիկ վոկալիստ է եւ ինչքանով որ կարողանում եմ որպես մենեջեր աջակցում եմ իրեն ինքը շատ լավ գիտի ինչ ուղի է գծում իր երաժշտական կարիերայում եւ ես էլ իմ փորձը իմ մասնագիտական փորձը փորձում եմ ներդնել որպեսզի օգնած լինեմ իրեն Սենց մի արտահայտություն կա, ասում են հեշտ արտիստ է կամ դժվար արտիստ է դա բեմից դուրս աշխատանքի մասին է հիմնականում ասում հեշտ արտիստ է թե դժվար արտիստ է ինքը այնքան բարի ու դրական մարդ է, որ իր հետ աշխատելիս որ ժամանակ մոռանում եմ, որ աշխատանքի մեջ ենք, այնքան մենք մտերիմ ենք ու այնքան ամեն ինչը լոգիկապես այնքան իր մոտ հեշտ է անցալվում, այս ոլորտը ամեն ինչը եւ ինքը երբեք չի մոռանում իր մարդկային այդ ոլորտում, որը շատ կարեւոր է ինձ համար, այնպես որ հույս ունեմ, որ դեռ մենք երկար կաշխատենք իրար հետ։
Միշտ մարդկանց հետաքրքրում են արտիստների ռայդերները։ Ունենք արդյոք Հայաստանում արտիստներ, ովքեր ռայդեր ունեն, չենք խոսում երաժշտական տեխնիկական ռայդերների մասին։ Hospitality rider։ Այո, ինձ հետաքրքիր է այդ hospitality rider-ի մասին։ Ինչ կմահաճույքներ ունի մեր գեղեցկուհի տաղանդավոր Սոնա Ռուբենյանը։ Սոնան իրականում շատ համեստի մեջ, բայց կոմֆորտ rider-ը պահանջում, այսինքն ես էլ իր այդ համաձայն եմ, որ եթե ինքը այդ hospitality rider կոչվածը, եթե իր համար կոմֆորտ է պատճառում, այնքան բարելավում է իր performance-ը հաջորդ օրը, երբ որ հատկապես եթե Հայաստանից դուրս այլ երկրում պետք է երգի, ինքը պետք է այդ կոմֆորտ ունենա, որպեսզի կարողանա իր մաքսիմալը մատուցել բեմից, բայց ինքը նաև ինձ զարմացնում է, որ գնում ենք միտեղ համերգի, ինքը դուրս է գալի ետնաբեմից ու վազում է, սկսում է իր երկրպագուների հետ, կարող է 1 ժամ շփվի եւ նկարվի բոլորի հետ։ Ես գնում եմ իրական ժամ, կարող է հոգնես նախքան բեմ բարձրանալ բան, չի հոգնում, ինքը ասում է, չէ, պետք է բոլորի հետ նկարվեմ, բարձրանում եմ, նորից իջնում է, հետո մի անգամ էլ դրանից հետո բան։ Մի խոսքով այդ մարդկային իրա շատ է ինձ միշտ զարմացնում ու հիացնում։ Շատ դիպլոմատիկ ձևով հարցի վրայով անցար իրականում։ Որ մասը։ Այն մասը, որ ինձ իսկապես հետաքրքիր է ցուցակը։ Հա, ինչ ենք պահանջում։ Այո։ MMDM-ի դեղին հատիկը։ Այդ գիտեք, այդ դեղին հատիկների բանը գիտեք պատմությունը։ Պես մի պատմություն գիտեմ, բայց չգիտեմ ում հետ է կապված։ Այդ Van Halen անունով խումբ կար, որ իրենց ռայդերը որ շատ երկար գրում էին, վերջի կետը գրում էր M&M's, բայց մենակ դեղիները, ու եթե գնում էին ներս տեսնում էին խառնը, արդեն գիտեին, որ լավ չեն կարդացել իրենց։ Սոնան իրականում պահանջում է կոմֆորտ հոթելներ, ոչ շատ լաքշրի, բայց կոմֆորտ մաքուր հոթելներ եւ այնպես լոկացիայում, որ կողք կլինի սննդի կետ, որպեսզի այդ առումով շատ երկար չճամփորդենք հաց ուտելու վերադառնալու հոթել, ժամանակ, այո։ Ժակլինի մասին, որովհետև ես գիտեմ, որ կրկին սիրելի տաղանդավոր Ժակլինի Լադանիվայի մենեջերի մասին է խոսքը, դու ես զբաղվում Հայաստանում։ Այո, Ժակլինի Լադանիվայի ներկայացուցիչն եմ, ոչ թե մենեջերը, այսինքն Հայաստանում, եթե Լադանիվայի համերգ են ցանկանում անել, Ժակլինենց մենեջմենթը ուղեկցում է դեպի ինձ, որ ինձ հետ զրուցեն այդ մասով։ Եվ Ժակոն էլ ֆանտաստիկ մի հատ անձնավորություն է, շատ վառ կերպար է ու մենք Unity Production-ը եղել է առաջի Լադանիվայի առաջի համերգը Հայաստանում մենք ենք կազմակերպել, իրենք հայտնիացան COVID-ի ժամանակ եւ երբ որ իրենք ունեցան այդ իրենց երկու հայտնի հիթերը Վայամանը եւ Քեֆչիլինին, ես արդեն կապի մեջ էի իրենց հետ ու ինձ անընդհատ իրանց մենեջմենթը գրում էր, ինչա կատարվում, լիքը մարդ մեզ դիմում է Հայաստանից, այդ ինչքան ենք մենք այնտեղ հայտնիացել բան։ Ու իրենց համար շատ հետաքրքիր էր, որտեվ Ժակոն շատ երիտասարդ ժամանակ է Հայաստանը լքել։ Ու ինքը առաջի անգամ որ վերադարձավ Հայաստան, Համալիրում համերգ ունեցավ։ Պատկերացնում եք զգացմունքները իրա, երբ որ դու լքում ես երկիր եւ դժվար պայմաններում ու վերադառնում ես որպես իսկական աստղ, այո, սուպերստար։ Հիշում եմ, որ նույնիսկ եկան Համալիրում LED էկրաններ տեսան, ասեցին, ինչ ենք դնելու սրանց վրա։ Մենք Լադանիվա ենք դիզայն արել շատ մեծ ու ֆանտաստիկ համերգ էր, որում ներկային նաեւ Ժակոյի երկու տատիկները, թե իր հոր կողմից, թե իր ամոր կողմից։ Շատ ֆանտաստիկ տեսարն էր, որ ինքը մի կողմից եկավ մի տատիկին գրկա խառնվեց, հետո վազավ բեմի մյուս կողմից մյուս տատիկ հետ։ Այո։ Եվ իհարկե Unity Production շարունակում է անել լավագույն միջոցառումները որպես event ընկերություն, լավագույն համերգները կազմակերպել եւ չմոռանանք, որ սեպտեմբերի 20-ին կայանալու է Unity Production-ի կազմակերպած Retrofest-ը։ Այո։ Անդրեն հիմա ավելի մանրամասն կհիշեցնի, որովհետեւ մենք կամփոփենք մեր հանդիպումը։ Ուրեմն սեպտեմբերի 20-ին կայանալու է Հայաստանում երբևէ եղած առաջի Retrofest-ը, որ կոչվում է Retro Stars Fest Disco Legends, քանի որ այս տարի առաջի տարին է եւ մենք հենց դիսկո ժանրի լեգենդներին ենք հրավիրել։
Hathaway, Dr. Alban, Mr. President եւ իհարկե ամենահայտնի խումբ այդ ֆեստի Boniem-ը։ Եվ չմոռանամ ավելացնել, որ դե արդեն 3 հայտնի դարձավ, որ հատուկ հյուր է լինելու մեր շատ սիրելի Գրիշ Աղախանյանը։ Այո, Թափտենավ Ռաբինսով։ Դուք դա արդեն հայտարարել եք 3։ Ու միջև եթեր գնայս ծրագիրը, ասեմ, որտեվ դա էլ արդեն հայտնի կլինի, բայց ես գախնիկը ստեղել եմ Լիլիթ Կարապետյանը։ Ես ակը կտրեմ շուտ եթեր կտամ ձեզանից շուտ։ Եվա ջան, անչափ շնորհակալություն վերջին այս հատվածում հատկապես հրաշալի ունկնդիր լինելու համար։ Ներողություն, ես ոչ թե քեզ թվերի մեջ էի պահում, այլ վստահ եմ, որ այն բոլոր հարցերը, որ հղում եմ քո սիրելի ամուսնուն, քեզ էլ է հետաքրքիր։ Շնորհակալություն այս օրը ինձ հետ անցկացնելու համար, հատկապես որ ձեր ամուսնության 2 ամյակն էիք նշում եւ դա ամենահաճելի ձևով նշեցինք, անչափ շնորհակալություն։ Ես ուրախ եմ, որ ինձ շրջապատում են ձեզ նման որակյալ երաժշտություն ստեղծող եւ որակյալ երաժշտության կողքին կանգնած մարդիկ, շնորհակալություն ամեն վարքյանի համար, որ անցկացրեցինք այսօր միասին։ Ես էլ եմ շատ շնորհակալ, սա sense show բիզնեսական խոսքեր չեն, բայց իսկապես մենք Beautified Project սկսելու օրվանից դու միշտ մեր կողքին ես եղել։ Միշտ մենք ուրախ ենք եղել, երբ որ հյուր ենք եղել քո հաղորդումներին, անկախ որ TV-ն ա եղել, ինչ հաղորդում, երբ քեզ պետք է հանդիպենք, մենք հաճույքով ենք եկել, ինչպես այսօր։ Այնպես որ շատ շնորհակալ ենք թե էներգիայի համար, թե այս համեղ սնունդի համար, որ դու մատուցեցիր։ Ամենամեծ անհամբերությամբ իրականում սպասում եմ սեպտեմբերի 18-ին լսելու համար նոր երգը, որպես Beautified-ի հավատարիմ ունկնդիր, այդ ինձ համար տոնական օր է լինելու։ Այնպես որ սպասում ենք սեպտեմբերի 18-ին։ Cheers. Cheers. Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM